Ինչ արժե կորցնել մեկին, առանց հրաժեշտ տալու հնարավորություն ունենալու։ Հայրը լուր հետում է, թե ինչպես է մարում իր դուստրը, գերված մեղքի այն զգացումով, որից ազատվել չի կարողանում։ Բայց փողոցում մի անմեղ հայացք արթնացնում է այն, ինչը երբեք չէր հաջողվել ոչ մի բժշկի։ Եթե այս պատմությունը ձեզ հետաքրքրեց, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, ասեք, թե որ քաղաքից եք դիտում, շարունակում ենք։ Արածակը դանդաղորեն բացվում էր Երանի վրա, բերելով իր հետ թաց ասֆալտի թարմ եփած սուրճի այն բնորոշ բույրը, որին ծանոթ են միայն մեծ քաղաքները։ Հյուսիսային պողոտայում, քաղաքի ֆինանսական սրտի ամենաաշխույժ զարկերակներից մեկում, շարժումն արդեն սկսում էր թափ հավաքել։ Շտապով գործարարները քայլում էին իրենց կաշվե պայուսակներով, տաքսիներն ազդանշաններ էին տալիս, տեղի համար պայքարելով տրանսպորտային հավելվածների մեքենաների հետ, իսկ փողոցային վաճառողները մայթերին տեղադրում էին իրենց ինքնաշեն կրպակները, պատրաստվելով պայքարից մեկ օրվա։ Տարածաշրջանի ամենահեղինակավոր կորպորատիվ շենքերից մեկի վերում, հայելային ապակիների հետում, որոնք արտացոլում էին դեռս նարնջագույնով ու վարդագույնով ներկված երկինքը, Արման Մարտիրոսյանը դիտում էր, թե ինչպես է քաղաքն արթնանում։ 35 տարեկանում նա այն հաջողության մարմնացումն էր, որով բոլորը հիանում էին։ TechVision տեխնոլոգիական ընկերություն։ Յան գործադիր տնօրեն, որը վերջին 5 տարիներին հեղափոխել էր թվային լուծումների հայկական շուկան։ Նրա անունը հայտնվում էր բիզնես ամսագրերում, նրա մտքերը մեջբերվում էին միջազգային կոնֆերանսներում, իսկ նրա կարողությունը ֆինանսական վերլուծաբանների մշտական շահարկումների առարկա էր։ Բայց այդ առավոտ, ինչպես շատ այլ առավոտներ այն օրվանից, երբ ամեն ինչ փոխվել էր, Արմանը պատուհանի ապակու մեջ չէր տեսնում իր արտացոլանքը։ Նա տեսնում էր միայն հոգնած մարդու, խորը պարկերով աչքերի տակ, որոնք ընդգծում էին մի դեմք, որը ժամանակին վստահություն էր ճառագում, մի դատարկություն, որը բանկային հաշվի ոչ մի լրացուցիչ զրո չէր կարող լրացնել։ 2.5 տարի։ Այդքան ժամանակ էր անցել, ինչ Անահիտը, նրա կինը, հեռացել էր կյանքից։ Բժիշկներն օգտագործել էին տեխնիկական տերմիններ, անսպասելի բարդություններ, մի ճակատագրական պատահար, որը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Արմանը լսել էր այդ ամենը, կարծես ջրի տակ լիներ։ Բառերը հասնում էին խուլ, աղավաղված, անիրական։ Ինչպես կարող էր կյանքով լի, այդքան եռանդուն մեկը պարզապես այլս չլինել։ Ինչպես էր հնարավոր, որ նա առավոտյան դուրս էր եկել սովորական զննման համար, այլս տուն չէր վերադարձել։ Ցավը կործանարար էր, բայց Արմանը գիտեր, որ պետք է ուժեղ լինի։ Ոչ թե իր, այլ Լիլիթի համար։ Իր փոքրիկ Լիլիթի, որը ընդամենը 2 տարեկան էր, երբ ամեն ինչ պատահեց։ Այն աղջկա, որն իր աչքի լույսն էր ծննդատան առաջին ճիչից ի վեր, այն ուրախ երեխայի, որը վազվզում էր տնով մեկ մամա ու պապա կանչելով այն բարակ ձայնով, որը հալեցնում էր ցանկացած սիրտ։ Բայց Լիլիթը նույնպես հեռացել էր այդ օրը։ Ոչ թե ֆիզիկապես, այլ մի ձով, որն էլ ավելի խորն էր ցավեցնում։ Աղջիկը ականատես էր եղել մի բանի, որը ոչ մի երեխա երբեք չպետք է տեսնի, այդ օրվանից ապաստանել էր իր սեփական աշխարհում, հեռու ու անմատչելի։ Ախտորոշումը տրվեց մի քանի ամիս անց, աուտիզմի սպեկտրի խանգարում, խորացված ծանր հուզական տրավմայով։ Լիլիթը դադարել էր խոսել։ Դադարել էր ժպտալ։ Դադարել էր նայել հոր աչքերին։ Արմանը հեռացավ պատու։ Հանից քայլեց դեպի իր սեղանը, որտեղ տասնյակ փաստաթղթեր սպասում էին իր ուշադրությանը։ Միլիոնավոր դոլարների պայմանագրեր, միաձուլման առաջարկներ, ֆինանսական հաշվետվություններ։ Ամեն ինչ այնքան կարևոր էր թվում նախկինում։ Հիմա դրանք պարզապես թղթեր էին, որոնք նա մեխանիկորեն ստորագրում էր, ընկերության աշխատանքը պահպանելով ավելի շատ իներցիայով, քան կրքով։ Աշխատանքը դարձել էր նրա փախուստը, իրականությունից խուսափելու ձը, որը նրան սպասում էր տանը։ Կենտրոն թաղամասում գտնվող առանձնատունը ճարտարապետական գլուխգործոց էր։ Ժամանակակից դիզայնով 3 հարկ, տաքացվող լողավազանով այգի, ավտոմատացման համակարգ, որը կառավարում էր ամեն ինչ, լուսավորությունից մինչ յուրաքանչյուր սենյակի ջերմաստիճանը։ Դա այն նվերն էր, որ Արմանը տվել էր Անահիտին, երբ Լիլիթը ծնվել էր, համատեղ երազանքի իրականացումը։ Հիմա դա պարզապես դատարկ տարածքների հավաքածու էր, որտեղ լռությունն էր արձագանքում։ Տիկին Սիրանուշը, տնտեսուհին, որն աշխատում էր ընտանիքի հետ դեռ Արմանի ամուսնությունից առաջ, նրանից ու Լիլիթից բացի տան միակ մշտական ներկայությունն էր։ 52 տարեկան մի կին, բարի ժպիտով աշխատանքից կոշտացած ձեռքերով, նա գործնականում մեծացրել էր Արմանին, երբ նրա ծնողները, նույնպես գործարարներ, ամիսներով ճանապարհորդում էին։
Երբ Անահիտը մահացավ, տիկին Սիրանուշը ստանձնել էր Լիլիթի խնամքի պատասխանատվությունը, կարծես նա լիներ իր սեփական թոռնուհին։ Նա տեսնում էր ամեն ինչ։ Տեսնում էր, թե ինչպես է Արմանը գնալով ավելի ուշ գալիս, խուսափելով այն սենյակներից, որտեղ Լիլիթն անցկացնում էր օրը։ Տեսնում էր նրա լուռ հուսահատությունը, երբ փորձում էր մոտենալ դստերը, ստանում էր միայն հեռու, կորած հայացք, կարծես նա չէր ճանաչում իրեն։ Տեսնում էր այն գիշերները, երբ նա մնում էր գրասենյակում, ձացնելով, թե աշխատում է, բայց իրականում պարզապես նստում էր մթության մեջ, գլուխը ձեռքերի մեջ։ Եվ տեսնում էր Լիլիթին։ Փոքրիկին, որը ժամերով նստում էր հյուրասենյակի անկյունում, միշտ նույն տեղում, անշարժ նայելով սպիտակ պատի մի կետին։ Նրա խաղալիքները մնում էին անձեռնմխելի, ցավալի կատարելությամբ դասավորված այնքան սիրով զարդարված սենյակի դարակներին։ Ման-կա-կա գրքերը, որոնք Անահիտն ամեն գիշեր կարդում էր, փոշի էին հավաքում։ Տիկնիկների տունը, որը ծննդյան նվեր էր, երբեք չէր ուսումնասիրվել։ Լիլիթն ապրում էր պղպջակի մեջ։ Չէր արձագանքում, երբ կանչում էին, հետաքրքրություն չէր ցուցաբերում ուտելիքի նկատմամբ, պետք էր նրան ուղղորդել ամենապարզ գործողություններն անելու համար։ Տիկին Սիրանուշը հագցնում էր նրան, ծանրում նրա շագանակագույն մազերը, տանում լոգարան, նստեցնում սեղանի մոտ։ Աղջիկն ամեն ինչ ընդունում էր պասիվորեն, ինչպես անտեսանելի ձեռքերով շարժվող ճենապակյա տիկնիկ։ Արմանը փորձել էր ամեն ինչ։ Բացարձակապես ամեն ինչ։ Վարձել էր Երանի լավագույն թերապևտներին, հետո մասնագետներ էր բերել Գյումրիից, Վանաձորից, նույնիսկ միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ, որոնք հատուկ եկել էին Լիլիթին զննելու համար։ Ներդրումներ էր արել վարքային թերապիաների, կիրառական վարքի վերլուծության, երաժշտական թերապիայի, ձիաբուժության, էրգոթերապիայի մեջ։ Գնել էր վերջին սերնդի սարքավորումներ, մասնագիտացված հավելվածներ, այլընտրանքային հաղորդակցման համակարգեր։ Ոչինչ չէր օգնում։ Լիլիթը մնում էր իր լուռ անմատչելի աշխարհում, կարծես պաշտպանված լիներ ապակե պատով, որը ոչ ոք չէր կարող անցնել։ Բժշկական այցելությունները դարձել էին դաժան առօրյա։ Ամեն երեքշաբթի-հինգշաբթի առավոտյան տիկին Սիրանուշը պատրաստում էր Լիլիթին տանում ավտոտնակ, որտեղ Գորգը, ընտանիքի վարորդը, սպասում էր մեքենայով։ Արմանը փորձում էր ուղեկցել, երբ կարողանում էր ազատվել ընկերության պարտականություններից, բայց հաճախ միայն տնտեսուհին էր գնում։ Այդ երեքշաբթի օրը Արմանը որոշել էր չեղարկել կարոր հանդիպումը, նրանց ուղեկցելու համար։ Իր ներսում ինչ-որ բան, մի անհանգստություն, որը չէր կարող բացատրել, ասում էր, որ նա պետք է այնտեղ լինի։ Գուցե դա պարզապես կուտակված մեղքի զգացումի ծանրությունն էր, գիտակցումը, որ նա ձախողում էր որպես հայր, թաքնվելով աշխատանքի մեջ։ Գուցե դա հույսի վերջին թելն էր, պատրանքը, թե իր ներկայությունը կարող է ինչ-որ տարբերություն տալ։ Լիլիթը նստած էր հետի նստատեղին, ամրացված հատուկ մանկական աթոռին, նայելով դեպի ոչ մի տեղ։ Նա հագել էր բաց վարդագույն զգեստ, որը տիկին Սիրանուշները նտրել, սպիտակ կոշիկներ նուրբ ժապավեն մազերին։ Նա նման էր հեքիաթի արքայադստեր, բայց կախարդված արքայադստեր, որը գերի էր ընկել մի քնի, որից ոչ ոք չէր կարող արթնացնել նրան։ Երթեկությունը խիտ էր, բնորոշ երանյան առավոտներին։ Գորգը համբերատար վարում էր մեքենան, շրջանցելով Մաշտոցի պողոտայի խցանված գոտիները։ Արմանը նայում էր պատուհանից, կորած մռայլ մտքերի մեջ։ Էլ որքան ժամանակ էր իր դուստրը մնալու այս վիճակում։ Կգար մի օր, երբ նա նորից կնայեր իրեն կասեր հայրիկ, թե սա էր լինելու իր իրականությունը ընդմիշտ։ Լուսացույցը կարմիր վառվեց Սիրահարների այգու մոտ գտնվող մի աշխույժ խաչմերուկում։ Մեքենաներ բոլոր կողմերից, անհամբեր ազդանշաններ, մոտոցիկլետներ, որոնք օձի պես սահում էին մեքենաների միջով։ Արմանը հոգոց հանեց, պատրաստվելով մեկ սպասման։ Այդ ժամանակ նա նկատեց մի տարօրինակ շարժում։ Լիլիթը փոխել էր իր դիրքը։ Դա փոքր, աննշան էր թվում ցանկացած պատահական դիտորդի համար, բայց Արմանը գիտեր դստեր յուրաքանչյուր մանրուքը։ Նա առաջ էր թեքվել, դեմքը սեղմելով պատուհանի ապակուն։ Նրա ձեռքերը, որոնք սովորաբար անշարժ էին ծնկներին, հենված էին ապակուն։ Եվ նրա աչքերը, այն շագանակագույն աչքերը, որոնք երբեք ոչ մի կոնկրետ բանի վրա չէին կենտրոնանում, հարված էին դրսում գտնվող ինչ-որ բանի։ Արմանը հետեց դստեր հայացքին, սիրտը թրթռաց։ Ինչ էր նա տեսնում։ Մայթին, փողոցային վաճառողների շտապող անցորդների միջ, մի փոքրիկ աղջիկ կար։
Նա պետք է լիներ մոտավորապես Լիլիթի տարիքին, գուցե 4 տարեկան, բայց դժվար էր հստակ ասել։ Նա կեղտոտ էր, իր փոքրիկ մարմնի համար մի քանի անգամ մեծ պատառոտված հագուստով։ Նա բռնել էր թափանցիկ պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ երում էին մի քանի տափակեցված թիթեղյա տարաներ։ Թիթեղ հավաքող աղջիկը ողորմություն չէր խնդրում։ Նա հույսով կամ աղերսանքով չէր նայում մեքենաներին։ Նա պարզապես այնտեղ էր կանգնած, դիտում էր շարժումը մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր հոգնածության վաղաժամ իմաստության, որը չպետք է լիներ այդքան երիտասարդ դեմքին։ Նրա ոտքերը բոբիկ էին, կեղտոտ ասֆալտի վրա այդքան շատ քայլելուց։ Նրա սմազերը խճճված էին, հավաքված անփույթ հանգույցով։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Աղջիկը դեմքը շրջեց դեպի մեքենան։ Նրա աչքերը հանդիպեցին Լիլիթի աչքերին մգեցված ապակու միջով։ Եվ նա ժպտաց։ Դա խղճահարության կամ ներխուժող հետաքրքրության ժպիտ չէր։ Դա պարզ, անկեղծ ժպիտ էր, այնպիսին, որն առանց բառերի ասում է. «Ես քեզ տեսնում եմ»։ Ճանաչման կապի ժպիտ, կարծես երկու միայնակ հոգիներ հանդիպել էին քաղաքային քաոսի մեջ։ Լիլիթը թարթեց։ Մեկ անգամ։ Երկու անգամ։ Նրա շուրթերը թեթակի բացվեցին։ Նրա աջ ձեռքը շարժվեց ապակու վրա, մատները բացվեցին ու փակվեցին մի ժեստով, որը կարծես թափահարելու փորձ լիներ։ Տիկին Սիրանուշը, որը նստած էր նրա կողքին, խուլ ճիչ արձակեց։ Գորգը քիչ մնաց բախվեր արջի մեքենային, այնքան մեծ էր զարմանքը։ Արմանը զգաց, թե ինչպես է օդը պակասում իր թոքերում, կարծես ամբողջ աշխարհը կանգ առներ այդ պահին։ Լիլիթն արձագանքում էր։ Իր դուստրը, որն ավելի քան 2 տարի ոչ մի բանի նկատմամբ հետաքրքրություն չէր ցուցաբերում, արձագանքում էր ինչ-որ բանի։ Ինչ-որ մեկին։ Լուսացույցը կանաչ վառվեց։ Նրանց հետից հնչեց զայրացած ազդանշան։ Գորգը ստիպված էր առաջ շարժվել մեքենան հեռացնելով մայթից։ Արմանը ամբողջությամբ շրջվեց նստատեղին, նայելով հետի պատուհանից։ Փողոցի աղջիկը մնաց այնտեղ, փոքրիկ կերպար ամբոխի մեջ, մինչ անհետացավ հեռվում։ Լիլիթը դեմքը սեղմած պահեց ապակունս մի քանի վայրկյան, հետելով շարժմանը, մինչ որ դանդաղ վերադարձավ իր սովորական դիրքին։ Բայց ինչ-որ բան փոխվել էր։ Նրա աչքերն այլս լրիվ մարած չէին, ինչպես նախկինում։ Այնտեղ փայլ կար, թույլ, գրեթե աննկատ, բայց կար։ Արմանն ու տիկին Սիրանուշը փոխանակվեցին իմաստալից հայացքներով։ Նրանցից ոչ մեկը կարիք չուներ որևէ բան ասելու։ Երկուսն էլ ականատես էին եղել արտասովոր մի բանի, մի փոքրիկ հրաշքի, որը տրամաբանությունը չէր կարող բացատրել։ Այդքան բժիշկներից, այդքան թերապիաներից, այդքան ապարդյուն ջանքերից հետո նա, ով վերջապես կարողացել էր Լիլիթի մեջ արձագանք առաջացնել, աշխարհի աչքին անտեսանելի մի աղջիկ էր, փողոցի երեխա, որին հասարակությունը սովորել էր անտեսել։ Թերապտի հետ խորհրդատվությունն անցավ մշուշի մեջ։ Արմանը հազիվ կարողացավ ուշադրություն դարձնել տեխնիկական բացատրություններին, առաջընթացի մասին հաշվետվություններին, որոնք ոչ մի առաջընթաց ցույց չէին տալիս։ Նրա միտքը մնացել էր այն խաչմերուկում, այն ժպիտի, այն կայծի մեջ, որը տեսել էր դստեր աչքերում։ Երբ վերադարձան մեքենա, նա հրահանգեց Գորգին վերադառնալ նույն ճանապարհով։ Վարորդը հասկացավ առանց լրացուցիչ բացատրությունների։ Ընտանիքում բոլորն արդեն սովորել էին նկատել նշանները, որքան էլ դրանք փոքր լինեին։ Նրանք նորից անցան խաչմերուկով։ Փողոցի աղջիկն այլս այնտեղ չէր։ Լիլիթը նայեց պատուհանից, նրա աչքերը փնտրում էին, բայց արձագանք չեղավ։ Արմանը հիասթափության խայծ զգաց, բայց միևնույն ժամանակ նրա մեջ սկսեց աճել մի վճռականություն։ Այդ գիշեր, արդեն առանձնատանը, նա անմիջապես չգնաց գրասենյակ, ինչպես սովորաբար անում էր։ Փոխարենը նստեց հյուրասենյակում, դիտելով Լիլիթին իր սովորական անկյունում։ Աղջիկն իր սովորական դիրքում էր, նայում էր պատին, բայց Արմանը երդվում էր, որ ինչ-որ բան այլ էր։ Մարմնի թեթակի օրորում, գուցե։ Մատների երբեմնի շարժում։ Տիկին Սիրանուշը թեյ բերեց նստեց նրա կողքին, մի բան, որ հազվադեպ էր անում։ Տարիներ շարունակ նա պահպանել էր հարգալից հեռավորությունը տիրոջ աշխատողի միջ, բայց ընդհանուր տառապանքը ջնջել էր այդ սահմանները։ Պարոն Արման, ասաց նա մեղմորեն օգտագործելով այն դիմելածը, որը պնդում էր պահպանել, չնայած նրա բողոքներին, դուք տեսաք այն, ինչ ես տեսա այսօր։ Արմանը գլխով արեց, անկարող լինելով բառեր կազմել։
Նա վախենում էր, որ դրա մասին խոսելը կարող է պահը փշրել, կարծես դա չափազանց փխրուն երազ լիներ իրականության կողմից դիպչելու համար։ Այն աղջիկը, շարունակեց տիկին Սիրանուշը, նրա ձայնը լի խորը հուզմունքով, նա ունի ինչ-որ հատուկ բան։ Չգիտեմ ինչպես բացատրել, բայց Լիլիթը զգաց։ Այսքան ժամանակվա մեջ առաջին անգամ մեր աղջիկը ինչ-որ բան զգաց։ Արմանը վերջապես գտավ իր ձայնը։ Ես պետք է նորից գտնեմ նրան։ Ես պետք է։ Նա կանգ առավ, կուլ տալով կոկորդում գոյացած կոշտուկը։ Ես պետք է, որ իմ դուստրը նորից զգա, որ ողջ է։ Տիկին Սիրանուշը մեղմորեն դիպավ նրա ձեռքին, մի մայրական ժեստ, որը նա չէր ստացել մանկուց ի վեր։ Կգտնենք, պարոն։ Մենք կվերադարձնենք այդ կայծը Լիլիթին։ Աստված մարդկանց մեր ճանապարհին առանց նպատակի չի հանում։ Այդ գիշեր, ամիսների մեջ առաջին անգամ, Արմանը մինչ ուշ գիշեր չաշխատեց։ Փոխարենը նստեց Լիլիթի սենյակում, դիտելով, թե ինչպես է նա քնում։ Աղջիկն այնքան փոքր էր թվում մեծ մահճակալին, այնքան փխրուն աստղերով վերմակի տակ, որն Անահիտն այնքան սիրով էր ընտրել։ Նա ձեռքը մեկնեց զգուշորեն դիպավ նրա մազերին, մի ժեստ, որն անում էր ավտոմատ կերպով, բայց առանց իրականում զգալու արդեն երկար ժամանակ։ Լիլիթ, շնջաց նա, խոստանում եմ, որ քեզ հետ կբերեմ։ Չգիտեմ ինչպես, չգիտեմ որքան ժամանակ կպահանջվի, բայց խոստանում եմ, որ մի ճանապարհ կգտնեմ։ Նրա մտքում սկսեց ձևավորվել մի ծրագիր։ Հաջորդ օրը նա կհրահանգեր գորգին անցնել նույն խաչմերուկով։ Եվ հաջորդ օրը նույնպես։ Եվ բոլոր անհրաժեշտ օրերին մին չնորից գտնեին այն աղջկան։ Մի բան, որ միլիոնավոր դրամների բուժումները չէին կարողացել անել, մի բոբիկ ու մոռացված երեխա գուցե կարողանար իրականացնել։ Դա փխրուն հույս էր, գրեթե անհեթեթ, երբ ռացիոնալ կերպով վերլուծվում էր։ Բայց դա հույս էր, Արմանը մոռացել էր, թե ինչ է դա զգալը։ Որքան էլ այդ թելը բարակ լիներ, նա կառչելու էր դրանից իր ողջ ուժով։ Որովհետև առաջին անգամ, երբ աշխարհը փլուզվել էր, հնարավորություն կար։ Մի կիսաբաց դուռ անանցանելի պատի մեջ, որը բաժանում էր Արմանին իր դստերից։ Եվ նա կանցներ ցանկացած խոչընդոտ, կվճարեր ցանկացած գին, կաներ ամեն ինչ այդ դուռը բաց պահելու համար։ Դրսում քաղաքը շարունակում էր իր խելահեղ ռիթմը, անտարբեր այն անձնական դրամաների նկատմամբ, որոնք ծավալվում էին շքեղ բնակարաններում, համեստ տներում, փայլուն ձեղնահարկերում, ինքնաշեն տնակներում։ Երանը շնչում ու բաբախում էր, անզգա-հսկա, կուլ տալով երազանքներ, թքելով հիասթափություններ, ստեղծելով հրաշքներ, ոչնչացնելով հույսեր նույն հեշտությամբ։ Բայց այդ գիշեր, կենտրոնի մի առանձնատանը, մի հայր գտել էր նորից վատալու պատճառ։ Եվ քաղաքի փողոցներում մի փոքրիկ աղջիկ քնում էր անաստղ երկնքի տակ, չիմանալով, որ նոր էր ընդմիշտ փոխել երկու կյանքերի ճակատագիր, որոնց գոյության մասին նույնիսկ չէր էլ պատկերացնում։ Արը կծակեր հաջորդ օրը, բերելով հնարավորություններ։ Եվ Արման Մարտիրոսյանը, միլիարդատեր գործադիր տնօրենը, որը սովոր էր վերահսկել իր բիզնես կայսրության յուրաքանչյուր ասպեկտը, պատրաստվում էր բացահայտել, որ կյանքի մեծագույն դասերը չեն գալիս հեղինակավոր համալսարաններից կամ թանկարժեք խորհրդատուներից, այլ անսպասելի վայրերից, մարդկանցից, որոնց աշխարհը սովորել էր չնկատել։ Որոնումները նոր էին սկսվում, դրա հետ միասին մի ճանապարհորդություն, որը փորձության էր ենթարկելու այն ամենը, ինչ Արմանը կարծում էր, թե գիտի սիրո, խոնարհության, արժանապատվության, ընտանիքի իսկական իմաստի մասին։ Հաջորդ 3 օրերը Արմանի կյանքի ամենաերկար օրերն էին։ Ամեն առավոտ նա չեղարկում էր պայմանավորվածությունները, հետաձգում հանդիպումները, անտեսում տնօրենների ներդրողների հրատապ զանգերը։ Tech Vision-ը հիմնադրելուց ի վեր առաջին անգամ ընկերությունը դադարում էր լինել նրա բացարձակ առաջնահերթությունը։ Հիմա ավելի կարևոր բան կար, մի բան, որը ոչ մի գումար չէր կարող գնել, ոչ մի աշխատակից չէր կարող լուծել իր փոխարեն։ Գորգն ամեն օր ստանում էր նույն հրահանգը, անցնել Մաշտոցի պողոտայի խաչմերուկով հենց այն ժամին, երբ առաջին անգամ տեսել էին աղջկան։ Կարևոր չէր, որքան ժամանակ կպահանջվեր, կարևոր չէր, քանի պտույտ պետք է անեին թաղամասում։ Նրանք կսպասեին այնքան, որքան անհրաժեշտ լիներ։ Լիլիթը հետի նստատեղին էր, միշտ նույն տեղում, տիկին Սիրանուշի հետ։ Եվ ամեն անգամ, երբ մոտենում էին խաչմերուկին, Արմանը զգում էր, թե ինչպես է իր սիրտը արագանում, սպասման վախի խառնուրդից։ Իսկ եթե նորից չգտնեին աղջկան։ Իսկ եթե այդ պահը եզակի էր, անկրկնելի։ Իսկ եթե փոքրիկ թիթեղ հավաքողը գնացել էր քաղաքի մեկ այլ շրջան։ Առաջին օրը նրանք 5 անգամ անցան այդ վայրով։
Արմանը դիտում էր մայթի յուրաքանչյուր սանտիմետրը, անկյունների յուրաքանչյուր դեմքը, հորիզոնում հայտնվող յուրաքանչյուր երեխայի։ Փողոցային վաճառողներ, անօթաններ, շտապող անցորդներ, բայց ոչ մի նշան սմազերով, բոբիկ ոտքերով աղջկանից։ Լիլիթն անտարբեր մնաց ողջ ճանապարհին, չցուցաբերելով ոչ մի ճանաչում կամ հետաքրքրություն։ Երկրորդ օրը որոնումները տեցին 3 ժամ։ Գորգը համբերատար վարում էր, կրկնելով նույն երթուղին, մինչդեռ Արմանը զգում էր, թե ինչպես է հիասթափությունը մեծանում։ Գուցե նա պատրանքի հետից էր ընկել։ Գուցե այդ պահը պարզապես զուգադիպություն էր, անիմաստ պատահականություն, որն իր հուսահատ միտքը վերածել էր հրաշքի։ Տիկին Սիրանուշը հետի նստատեղին մեղմորեն աղոթում էր, նրա շուրթերը շարժվում էին լուռ աղոթքներով։ Երրորդ օրն էր, երբ Արմանը գրեթե հանձնվում էր, որ դա տեղի ունեցավ։ Մեքենան կանգնեց լուսացույցի տակ, նույն անկյուն, նույն ժամ։ Արմանն այլս այնքան ուշադիր չէր նայում, պարտությունն արդեն ծանրացել էր նրա ուսերին։ Տիկին Սիրանուշն էր, որ առաջինը բացականչեց։ Այնտեղ։ Պարոն Արման, դա նա է։ Եվ այնտեղ էր։ Փոքրիկ աղջիկը, նույն տեղում, որտեղ առաջին անգամ էին տեսել, նստած մայթեզրին, իր թիթեղյա տարաների տոպրակով։ Նա հագել էր գունաթափ կապույտ շապիկ պատառոտված շորտ։ Նրա ոտքերը դեռ բոբիկ էին, կոշտուկներով, որոնք վկայում էին տաք ասֆալտի վրա երկար քայլելու մասին։ Լիլիթն անմիջապես արձագանքեց։ Նրա մարմինն առաջ թեքվեց մի շտապողականությամբ, որ Արմանը երբեք նրա մեջ չէր տեսել։ Նրա ձեռքերը հարվածեցին ապակուն, առաջացնելով խուլ, բայց համառ ձայն։ Եվ հետո, ավելի քան 2 տարվա մեջ առաջին անգամ, նրա կոկորդից ձայն դուրս եկավ։ Դա բառ չէր, դա պարզապես տնքոց էր, սուր կոտրատված մրմունջ, բայց դա ձայն էր։ Դա ձայն էր։ Դա իր դուստրն էր, որ փորձում էր հաղորդակցվել։ Արմանը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում իր աչքերը։ Նրա ձեռքերն այնքան էին դողում, որ ստիպված էր միահյուսել դրանք, վերահսկելու համար։ Գորգ։ Կանգնեցրու մեքենան։ Հիմա։ Վարորդն անմիջապես հնազանդվեց, կայանելով մոտակա ազատ տեղում։ Արմանը արագ իջավ, բացելով հետի դուռը։ Լիլիթն անհանգիստ էր, նրա շարժումները անկանոն, բայց նպատակային, պայքարում էր մանկական աթոռի ամրագոտու դեմ։ Ուզում էր դուրս գալ։ Ուզում էր գնալ այն աղջկա մոտ։ Տիկին Սիրանուշը դողացող ձեռքերով արձակեց գոտին, Արմանը Լիլիթին գրկեց։ Աղջիկը լարված էր, նրա մկանները ձիգ, բայց դա մերժման լարվածություն չէր։ Դա նրա լարվածությունն էր, ով ամբողջ ուժով ինչ-որ բան էր ուզում, բայց չգիտեր ինչպես արտահայտել։ Փողոցի աղջիկը նկատել էր շարժումը։ Նա դանդաղ ոտքի կանգնեց, իր թիթեղյա տարաների տոպրակը սեղմելով կրծքին, լայն բացված աչքերը հառած նոր կանգնած շքեղ մեքենային։ Նա պետք է որ սովոր լիներ անտեսվելուն, անտեսանելի լինելուն փայլուն մեքենաներով անցնող մարդկանց համար։ Տեսնել, որ ինչ-որ մեկը իջնում է, գալիս իր ուղղությամբ, ակնհայտորեն նրան զգուշացրեց։ Արմանը դանդաղ մոտեցավ, գիտակցելով, որ չի ուզում նրան վախեցնել։ Լիլիթը շարունակում էր շարժվել նրա գրկում, աչքերը կառչած մյուս երեխայից, այն տարօրինակ ձայնը դուրս գալով նրա կոկորդից անկանոն ընդմիջումներով։ Կարծես իր դուստրը պայքարում էր անտեսանելի պատնեշը ճեղքելու համար, ստիպելով իր ձայնին աշխատել այդքան երկար քնից հետո։ Փողոցի աղջիկը մի քայլ հետ արեց, կասկածամտորեն։ Արմանը կանգնեց անվտանգ հեռավորության վրա, ծնկի իջնելով նրա հասակին հասնելու համար։ Մոտիկից նա կարող էր ավելի լավ տեսնել նրա նուր բդիմագծերը գեղտի տակ։ Խորը, խելացիս աչքեր, որոնք կրում էին սարսափեցնող հասունություն այդքան երիտասարդ մեկի համար։ Ճաքճքած շուրթեր, հողով կեղտոտված դեմք, բայց այնտեղ արժանապատվություն կար, մի լուռ ուժ, որը տպավորեց նրան։ Բար, ասաց Արմանը ամենանուրբ ձայնով, որ կարողացավ, իմ անունը Արման է։ Սա իմ դուստրն է, Լիլիթը։ Աղջիկը չպատասխանեց։ Նրա աչքերը շարժվում էին Արմանից դեպի Լիլիթ, ուսումնասիրելով, գնահատելով, որոշելով փախչել, թե մնալ։ Արմանը կարող էր տեսնել ներքին պայքարն արտացոլված նրա դեմքին։ Հավանաբար նա վաղ էր սովորել կասկածել մեծահասակներին, հատկապես նրանց, ովքեր մոտենում էին բարի մտադրություններով։ Լիլիթն էր, որ կոտրեց լռությունը։ Նա զարմանալի ուժով պտտվեց հոր գրկում, գործնականում ստիպելով նրան իջեցնել իրեն գետնին։
Հենց որ նրա ոտքերը դիպան մայթին, նա անկայուն քայլերով շարժվեց դեպի մյուս աղջիկը, ձեռքերը մեկնած անկանոն, բայց աներկբա նպատակային ձով։ Փողոցի աղջիկը հետում էր այդ մոտեցմանը, գլուխը թեթակի թեքած, հետաքրքրված։ Եվ հետո, դանդաղ, նա ժպտաց։ Նույն ժպիտը, ինչ առա։ Ջին հանդիպմանը, այն մեկը, որը կարծես բառերից անդին հասկացողություն էր կրում։ Նա թողեց թիթեղյա տարաների տոպրակը գետնին, նույնպես բացեց իր գիրկը։ Երբ երկու աղջիկները դիպան իրար, կարծես անտեսանելի էլեկտրական հոսանք անցավ օդով։ Լիլիթը բռնեց մյուս երեխայի ձեռքը մի ուժով, որը նրա մատները սպիտակեցրեց։ Փողոցի աղջիկը չհետ քաշվեց, պարզապես սեղմեց ի պատասխան, այնտեղ նրանք մնացին երկու փոքրիկ երեխաներ, ձեռք ձեռքի տված աշխույժ մայթի մեջտեղում, մինչդեռ աշխարհը շարունակում էր պտտվել նրանց շուրջը, անտարբեր այն հրաշքի նկատմամբ, որը տեղի էր ունենում։ Տիկին Սիրանուշը իջել էր մեքենայից, կանգնած էր Արմանի կողքին, ձեռքերը կրծքին, արցունքներն ազատ հոսում էին նրա դեմքով։ Նույնիսկ գորգը, զուսպ վարորդը, որը հազվադեպ էր զգացմունքներ ցույց տալիս, զգուշորեն սրբում էր աչքերը վարորդի նստատեղից։ Փողոցի աղջիկը սկսեց դանդաղ շարժումներ անել ազատ ձեռքով, պարզ ժեստեր, կարծես խոսում էր մի լեզվով, որը միայն իրենք երկուսն էին հասկանում։ Լիլիթը լիակատար ուշադրությամբ հետում էր մի բան, որը երբեք ոչ մեկի հետ չէր անում։ Նրա աչքերը հետում էին յուրաքանչյուր շարժման, մյուս աղջկա դեմքի յուրաքանչյուր արտահայտության։ Հետո տեղի ունեցավ մի բան, որը Արմանին լիովին անխոս թողեց։ Փողոցի աղջիկը սկսեց երգել։ Դա հայտնի երգ չէր, գուցե նույնիսկ իրական երգ էլ չէր, պարզապես մի պարզ մեղեդի, որը նա կարծես այդ պահին էր հորինում։ Նրա ձայնը խռպոտ էր, կեղծ, բայց այնտեղ քնքշություն կար, մի անկեղծ քնքշություն, որը հաղթահարում էր ցանկացած տեխնիկական անկատարություն։ Եվ Լիլիթը պատասխանեց։ Ոչ թե բառերով, ոչ թե հստակ մեղեդիով, այլ ձայներով։ Ձայներ, որոնք գալիս էին ներսից, փորձելով ընդօրինակել, փորձելով կապ հաստատել։ Դրանք կոտրատված նոտաներ էին, չափազանց բարձր կամ չափազանց ցածր, բայց դրանք նպատակային էին։ Իր դուստրը փորձում էր երգել։ Փորձում էր հաղորդակցվել։ Արմանը ստիպված էր հենվել տիկին Սիրանուշի ուսին, որպեսզի չընկնի։ 2 տարի։ 2 տարվա բացարձակ լռություն, դատարկություն, անանցանելի հեռավորություն։ Եվ այնտեղ Երանյան պողոտայի կեղտոտ մայթին 5 րոպեի ընթացքում մի աղջկա հետ, որին նույնիսկ չէին ճանաչում, Լիլիթը ձայները հանում, արձագանքում, փոխազդում։ Անունդ ինչ է, մեղմորեն հարցրեց տիկին Սիրանուշը, մոտենալով աղջիկներին։ Փողոցի աղջիկը դադարեց երգել, նայեց տնտեսուհուն։ Նրա աչքերը զգուշավոր էին, բայց վախ չկար։ Միայն մշտական զգոնությունը նրա, ով սովորել էր պաշտպանվել։ Նարե, պատասխանեց նա բարակ, գրեթե շշուկով ձայնով։ Նարե։ Գեղեցիկ անուն, որն այժմ հատուկ իմաստ էր կրում։ Արմանը փորագրեց այդ անունն իր սրտում, կարծես սրբազան լիներ։ Նարե, ասաց նա, ձայնը մի փոքր դողալով, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ժպտացիր իմ դստերը։ Նարեն գլուխը թեքեց, կարծես չհասկանալով, թե ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել։ Նրա համար դա պարզապես բնական, բնազդային ժեստ էր։ Նա չգիտեր, որ այդ պարզ ժպիտը վառել էր մի լույս, որը բոլորը կարծում էին, թե ընդմիշտ մարել է։ Նա լուռ է, նկատեց Նարեն, նայելով Լիլիթին։ Ինչպես ես էի առաջ։ Բառերը դուրս եկան բնականon, առանց ինքնախղճահարության, պարզապես փաստ արձանագրելով։ Արմանը զգաց, թե ինչպես սեղմվեց իր կուրծքը։ Առաջ։ Այդ փոքրիկ երեխան արդեն անցել էր ինչ-որ տրավմա։ Տիկ բանի միջով, որը բավական էր փոխելու համար, թե ով էր նա։ Ինչ սարսափելի պատմություն էր թաքնված այդքան խորս աչքերի հետում։ Այստեղ ես ապրում, նրբանկատորեն հարցրեց տիկին Սիրանուշը։ Նարեն ուսերը թոթվեց, մի ժեստ, որը միաժամանակ սովորական էր, իմաստալից։ Ապրում եմ, որտեղ տեղ կա։ Երբեմն կամրջի տակ, երբեմն այգում կախված է։ Իսկ դու մենակ ես։ Արմանի ձայնը դուրս եկավ ավելի լարված, քան մտադրվել էր։ 4 տարեկան երեխայի փողոցներում մենակ ապրելու գաղափարն անտանելի էր։ Երբեմն ուրիշ մարդիկ էլ են լինում, անորոշ պատասխանեց Նարեն։ Բայց ես նախընտրում եմ մենակ մնալ։ Ավելի անվտանգ է։ Այդ բառերն Արմանի ստամոքսում քարի պես ընկան։ Ավելի անվտանգ է մենակ մնալ։ Ինչ տեսակի փորձառություններ պետք է ունենար այդքան փոքր երեխան, այս եզրակացությանը հանգելու համար։
Լիլիթը քաշեց Նարեի ձեռքը, նորից հանելով այն սուր ձայնը։ Չէր ուզում, որ խոսակցությունը շարունակվեր, ուզում էր ուշադրությունը վերադարձնել իրեն։ Նարեն ժպտաց նորից սկսեց անել իր ժեստերը, զվարճալի ձով թափահարելով ձեռքերը դեմ քի ծամածրություններ անելով, որոնք Լիլիթից պոկեցին մի բան, որը գրեթե կարելի էր ծիծաղ անվանել։ Եթե դուք լինեիք Արմանի տեղում, ինչ կանեիք այս պահին, բացահայտելով, որ այսքան փոքր երեխան մենակ է ապրում փողոցներում։ Ասացեք մեզ մեկնաբանություններում։ Արմանը հայացքներ փոխանակեց տիկին Սիրանուշի հետ։ Երկուսն էլ գիտեին, թե ինչ պետք է արվեր, բայց նա գիտեին, որ պետք է զգույշ լինեն։ Չափազանց արագ մոտենալը կարող էր վախեցնել Նարեին։ Եվ հիմա, երբ գտել էին այն բանալին, որը կարող էր Լիլիթին հետ բերել, չէին կարող ռիսկի դիմել այն կորցնելու։ Նարե, զգուշորեն սկսեց Արմանը, կուզեիր երբեմն գալ մեր տուն։ Լիլիթի հետ խաղալու։ Աղջիկն անմիջապես հետ քաշվեց, նրա ուսերը լարվեցին։ Ես ոչ ոքի լավության կարիքը չունեմ, ասաց նա զարմանալի վճռականությամբ։ Դա լավություն չէ, շտապեց պարզաբանել Արմանը։ Պարզապես Լիլիթը քեզ հավանում է։ Նայիր նրան։ Իմ դուստրը երկար ժամանակ է, ինչ ոչ մեկի հետ չի խոսում, չի խաղում, չի արձագանքում։ Բայց քեզ հետ նա այլ է։ Դու նրան օգնում ես։ Նարեն նայեց Լիլիթին, որը շարունակում էր ամուր բռնել իր ձեռքը։ Ներսում տեղի ունեցող պայքարը տեսանելի էր։ Լիլիթի մեջ ինչ-որ բան կար, որը Նարեին հատուկ կերպով էր դիպչում, ընդհանուր ցավի ճանաչում, առանց բառերի հասկացված միայնություն։ Բայց կար նա վախ, դժվարությամբ սովորած անվստահություն։ Միայն խաղալու համար, կասկածամտորեն հարցրեց նա։ Չեք ուզենա, որ տանը փակված մնամ կամ նման բան։ Միայն խաղալու համար, խոստացավ Արմանը։ Կարող ես գալ, երբ ուզես, գնալ, երբ ուզես։ Առանց որևէ պարտավորության։ Նարեն երկար մտածեց։ Վերջապես, դանդաղ գլխով արեց։ Լավ։ Բայց միայն եթե թույլ տաք իմ իրերը բերեմ։ Նա մատնացույց արեց թիթեղյա տարաների տոպրակը։ Իհարկե, անմիջապես համաձայնեց Արմանը, թեթացած։ Կարող ես բերել այն, ինչ ուզում ես։ Եվ այսպես սկսվեց ամենաանհավանական պայմանավորվածություններից մեկը, որը երբեք տեսել էր այդ քաղաքը։ Արմանը տվեց իր հեռախոսահամարը Նարեին, թե նա խոստովանեց, որ հեռախոս չունի։ Պայմանավորվեցին, որ հաջորդ օրը կվերադառնան նույն վայրը, նույն ժամին։ Եթե նա ուզենար գնալ իրենց հետ, այնտեղ կլիներ։ Երբ վերադար։ Ձան մեքենա, Լիլիթը տարիների մեջ առաջին անգամ հիստերիկա սարքեց։ Լացեց, անհասկանալի ձայներով գոռաց, ձեռքերով հարվածեց օդին։ Չէր ուզում բաժանվել Նարեից։ Այդ վարքագիծը, որը ցանկացած այլ հանգամանքում հուսահատության պատճառ կլիներ, Արմանին լցրեց անհավատալի ուրախությամբ։ Իր դուստրը զգում էր։ Ինչ-որ բան էր ուզում։ Նորից ողջ էր, թեկուզ դեռ ոչ լիովին։ Վաղը կվերադառնանք, քաղցրիկս, խոստացավ տիկին Սիրանուշը, շոյելով Լիլիթի մազերը։ Վաղը նորից կտեսնենք Նարեին։ Լիլիթը վերջապես հանգստացավ խոստումից, թե շարունակում էր նայել հետի պատուհանից, մինչ հեռանում էին, փնտրելով Նարեին, մինչ աղջիկը անհետացավ տեսադաշտից։ Այդ գիշեր Արմանը չկարողացավ քնել։ Քայլում էր տնով մեկ, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Իր դուստրն արձագանքել էր։ Ոչ շատ, ոչ դեռ լիովին, բայց արձագանքել էր։ Եվ այդ ամենը շնորհիվ մի աղջկա, որին հասարակությունն անտեսում էր, մի երեխայի, որն ապրում էր փողոցներում, որը պետք է դպրոցում լիներ, խաղար, խնամված լիներ, ոչ թե թիթեղյա տարաներ հավաքեր գոյատելու համար։ Այս ամենի անար դարությունը ծանրացել էր նրա վրա։ Ինչպես կարող էր այդքան ռեսուրսներ, այդքան իշխանություն ունեցող մարդը թույլ տալ, որ գոյություն ունենա մի իրականություն, որտեղ Նարեի նման երեխաները ստիպված լինեն այդպես ապրել։ Նա նվիրատվություններ էր անում հաստատություններին, այո, մասնակցում էր բարեգործական ընթրիքների, հայտնվում սոցիալական պատասխանատվության արշավներում։ Բայց հանկարծ այդ ամենը դատարկ, հեռու, անբավարար թվաց։ Այդ աղջիկն այժմ անուն ուներ։ Դեմք ուներ։ Ուներ բարակ ձայն ժպիտ, որը փոխել էր ամեն ինչ։ Եվ Արմանն այլս չէր կարող նրան տեսնել պարզապես որպես վիճակագրություն, թիվ մանկական խոցելիության մասին զեկույցներում։ Նա Նարեն էր, մի երեխա, որին իր դուստրն էր ընտրել, որը պատասխան էր առաջացրել այնտեղ, որտեղ ուրիշ ոչինչ չէր կարողացել։
Հաջորդ օրը Արմանն արթնացավ արածագից առաջ։ Հրահանգեց տիկին Սիրանուշին հատուկ նախաճաշ պատրաստել, թարմ հացով, մրգերով, բնական հյութով, այն ամենով, ինչ երեխան կարող էր սիրել։ Անձամբ ընտրեց Լիլիթի զգեստապահարանից մի քանի հագուստ, որոնք դեռ պիտակով էին, երբեք չհագած, քան ի որ իր դուստրը թույլ չէր տալիս իրեն հագցնել որևէ բան, բացի իր սիրելի հագուստներից։ Տիկին Սիրանուշը նույնպես իր մտքերն ուներ։ Պատրաստեց հիգիենայի պարագաների փոքրիկ հավաքածու, փափուկ սրբիչով, հոտավետ օճառով, նոր ատամի խոզանակով։ Կարող է ընդունի, կարող է ոչ, մեկնաբանեց տնտեսուհին, բայց մենք պետք է առաջարկենք։ Երբ պայմանավորված ժամին հասան խաչմերուկ, Արմանը զգաց, թե ինչպես է ստամոքսը պտտվում նյարդայնությունից։ Իսկ եթե Նարեն չհայտնվեր։ Իսկ եթե նա փոխել էր իր միտքը։ Իսկ եթե գիշերը նրա հետ ինչ-որ բան էր պատահել։ Բայց նա այնտեղ էր։ Նույն տեղում, իր թիթեղյա տարաների տոպրակով, սպասում էր։ Երբ տեսավ մեքենան, ոտքի կանգնեց, բայց չմոտեցավ։ Շարունակում էր զգուշավոր լինել, փորձել ստուգել, թե արդյոք այդ տարօրինակ մարդիկ իսկապես կվերադառնան, ինչպես խոստացել էին։ Լիլիթը սկսեց անհանգստանալ նույնիսկ մինչ մեքենայի լրիվ կանգնելը։ Նրա ձայներն ավելի բարձրացան, ավելի հրատապ։ Նա ճանաչում էր տեղը, հասկանում, թե ինչ էր պատրաստվում տեղի ունենալ։ Արմանն արագ իջավ, բացեց հետի դուռը։ Այս անգամ Լիլի գրեթե ցատկեց նրա գրկից, անփույթ քայլերով վազելով դեպի Նարեն։ Փողոցի աղջիկը բացեց իր գիրկը, երկուսը հանդիպեցին մի անփույթ, բայց խորապես իրական գրկախառնության մեջ։ Եվ այդ գրկախառնության մեջ աշխարհից վիրավորված երկու երեխաներ սկսեցին մի բուժման գործընթաց, որի ավարտը ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Արմանը դիտում էր տեսարանը, սիրտը լիքը։ Ահա ապացույցը, որ երբեմն ամենամեծ հրաշքները գալիս են ամենաանսպասելի ձերով։ Եվ որ սերը երկու հոգիների միջ իսկական կապը, չի ճանաչում սոցիալական դասի սահմաններ, կարիք չունի բարդ լեզվի, չի մտահոգվում սովորույթներով կամ սպասելիքներով։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ էր, երկու սիրտ էր, որոնք ճանաչեցին միմյանց։ Եվ այնտեղ Երանի աղմկոտ մայթին, առավոտյան արի տակ, որը սկսում էր տաքացնել, երկու փոքրիկ աղջիկներ գտել էին հենց դա։ Առջում ճանապարհը բարդ էր լինելու, լի մարտահրավերներով, բացահայտումներով, որոնք նրանցից ոչ ոք չէր կարող կանխատեսել։ Բայց այդ պահին միայն այդ պահն էր կարևոր։ Լիլիթը ժպտում էր։ Ոչ շատ, պարզապես շուրթերի թեթակի կորություն, բայց դա ժպիտ էր։ Եվ Արմանը, հաջողակ գործարարը, որը վերահսկում էր միլիոններ, բացահայտեց, որ այդ ժպիտն ավելին արժեր, քան իր կառուցած ողջ կայսրությունը։ Հաջորդող շաբաթները Արմանի կյանքում ամենափոխակերպիչն էին Լիլիթի ծննդից ի վեր։ Ամեն օր, կրոնական ճշտապահությամբ, նրանք գնում էին Նարեի հետից նույն խաչմերուկ։ Եվ ամեն օր նա այնտեղ էր, սպասում էր իր թիթեղյա տարաների տոպրակով, այն ժպիտով, որը կարծես լուսավորում էր ամեն ինչ շուրջը։ Առօրյան հաստատվեց բնականոն կերպով։ Նարեն նստում էր մեքենան, միշտ զգուշավոր, բայց աստիճանաբար ավելի հարմարավետ, նրանք ուղղորդվում էին դեպի կենտրոնի առանձնատուն։ Սկզբում աղջիկը մնում էր ընդամենը մի քանի ժամ, միշտ ուշադիր ելքերին, միշտ իր թիթեղյա տարաների տոպրակը մոտ, կարծես դա խարիսխ լիներ, որը նրան կապում էր իր իրականությանը։ Բայց օրերի ընթացքում Նարեն սկսեց հանգստանալ։ Առանձնատան ընդարձակ այգին դարձավ նրա սիրելի խաղահրապարակը։ Նա սովորեցնում էր Լիլիթին գունավոր քարեր փնտրել խոտերի մեջ, թափված տերներից թակեր սարքել, դիտել, թե ինչպես են մրջյունները կազմակերպված շարքով փշրանքներ տան։ Պարզ խաղեր, ծնված նրա ստեղծագործությունից, ով երբեք թանկարժեք խաղալիքներ չի ունեցել, բայց որոնք Լիլիթին ստիպում էին արձագանքել այնպես, ինչպես ոչ մի թերապ չէր կարողացել։ Տիկին Սիրանուշը խոհանոցի պատուհանից դիտում էր երկու աղջիկներին, միշտ հուզված։ Տեսնում էր, թե ինչպես է Նարեն անսահման զգուշությամբ բռնում Լիլիթի ձեռքը, նրան ուղղորդելով ծաղկանոցներով, ցույց տալով յուրաքանչյուր գտածոն, կարծես թանկարժեք գանձ լիներ։ Տեսնում էր, թե ինչպես է Լիլիթն ուշադիր աչքերով հետում Նարեի յուրաքանչյուր շարժմանը, ընդօրինակում նրա ժեստերը, փորձում վերարտադրել նրա ձայները։ Եվ ձայները, ախ, ձայները վերադառնում էին։ Դանդաղ, շատ դանդաղ, բայց վերադառնում էին։ Լիլիթը սկսեց ավելի բազմազան մրմունջներ արձակել, փորձելով ընդօրինակել Նարեի երգած մեղեդիները։ Դրանք դեռ բառեր չէին, բայց հաղորդակցվելու փորձեր էին, դա ավելին էր, քան Արմանը համարձակվել էր սպասել։ Արմանը ժամերով դիտում էր, թե ինչպես են նրանք խաղում, նստած այգու աթոռին, հաճախ նոթբուքը բաց, բայց մոռացված ծնկներին։
Վիրտուալ հանդիպումները տեղի էին ունենում նրա կիսով չափ անջատված վիճակում, ստորագրելով այն, ինչ պետք էր ստորագրել, հաստատելով այն, ինչ պետք էր հաստատել, բայց սրտով ու մտքով կենտրոնացած այն բակում, որտեղ իր դուստրը վերագտնում էր կյանքը։ Տնտեսուհին աղջիկների համար հատուկ խորտիկներ էր պատրաստում։ Զվարճալի ձերով կտրատված սենդվիչներ, գեղարվեստորեն կտրատված մրգեր, գունավոր հյութեր։ Նա դիտում էր, թե ինչպես է Նարեն ուտում մի քաղցով, որը ֆիզիկականից անդին էր, կարծես փորձում էր յուրացնել ոչ միայն ուտելիքը, այլ դրա հետ եկող քնքշությունը։ Նարեն երբեք ոչինչ չէր խնդրում։ Ընդունում էր այն, ինչ առաջարկվում էր, գրեթե անլսելի շնորհակալություն ով, բայց երբեք ձեռքը չէր մեկնում ավելին սպասելով։ Նրա մեջ մի արժանապատվություն կար, որը տպավորում էր Արմանին։ 4 տարեկան երեխան, որն ապրում էր փողոցներում, չպետք է ունենար այդ կեցվածքը, այդ լուռ ուժը։ Դա պետք է լիներ գոյատման հարց, ընդունել այն ամենը, ինչ կարող էր ստանալ։ Բայց Նարեն կարծես գործում էր իր սեփական բարոյական օրենսգրքով, անտեսանելի, բայց անխախտելի։ Մի օր տիկին Սիրանուշը Նարեի համար լոգանք պատրաստեց։ Ոչինչ պարտադրված չէր, պարզապես նրբանկատորեն առաջարկեց. Շատ տաք փրփուրով լոգարան եմ պատրաստել, քաղցրիկս։ Եթե ուզում ես զովանալ Լիլիթի հետ խաղալուց առաջ, ամեն ինչ պատրաստ է։ Նարեն երկար նայեց նրան, գնահատելով։ Վերջապես գլխով արեց. Լավ։ Բայց հետո ես կգնամ իմ հագուստով, որով եկել եմ։ Ես նոր հագուստ չեմ ուզում։ Իհարկե, համաձայնեց տնտեսուհին, թե սիրտը սեղմվեց։ Քո հագուստը մաքուր ու բուրավետ կսպասի քեզ։ Դա առաջին անգամն էր, որ տեսան Նարեին առանց այն կեղտի շերտի, որը նրան ուղեկցում էր։ Հողի ու փոշու տակ մի նուրբ գեղեցկությամբ աղջիկ կար։ Բաց թուխ մաշկ, թեթ պեպեներ քթին, սմազեր, որոնք երբ լվացված ու սանրված էին, փափուկ գանգուրներով թափվում էին մինչ ուսերը։ Բայց ամենաշատը տպավորում էին նրա մեջքն ու ձեռքերը։ Նշաններ։ Փոքր սպիներ, որոշները արդեն հին, մյուսները ավելի թարմ։ Տիկին Սիրանուշը ստիպված եղավ դուրս գալ լոգարանից լուռ լաց լինել միջանցքում։ Այդ երեխան տառապել էր։ Նրան վնասել էին այնպես, ինչպես ոչ մի երեխայի երբեք չպետք է վնասեն։ Եվ այնուամենայնիվ նա իր մեջ ուժ էր գտել ժպտալու, բարի լինելու, մեկ այլ վիրավոր երեխայի օգնելու համար։ Արմանը տեսավ նշանները, երբ Նարեն դուրս եկավ լոգանքից, նորից հագած իր մաքուր, բայց պատառոտված հագուստը։ Նրա մեջ զայրույթ աճեց, մի բնազդային ցասում ընդդեմ նրա, ով դա արել էր անպաշտպան երեխայի հետ։ Բայց զսպեց իրեն։ Գիտեր, որ Նարեն չէր խոսում իր անցյալի մասին, ստիպելը նրան կհեռացներ։ Օրերը շարունակում էին անցնել մի առօրյայով, որը գնալով ավելի թանկ էր դառնում։ Լիլիթը սկսեց ավելի լավ քնել, ավելի լավ ախորժակով ուտել, նախասիրություններ ցուցաբերել, որոնք տարիներ շարունակ չէր ցուցաբերել։ Նա ուզում էր վարդագույն զգեստը, երբ Նարեն գալիս էր այցելության։ Ուզում էր, որ տիկին Սիրանուշը իր մազերը հավաքեր այնպես, ինչպես Նարեն էր հավաքում իրենը։ Փոքր նշաններ, որ մի անհատականություն նորից դուրս էր գալիս այդ լռության կոկոնից։ Մի երեկո, երբ աղջիկները կողք կողքի քնել էին հյուրասենյակի գորգի վրա, Արմանը տիկին Սիրանուշին զրույցի կանչեց։ Նրանք նստած էին խոհանոցում, սուրճ էին խմում, երբ նա վերջապես արտահայտեց այն, ինչ մտածում էր արդեն շաբաթներ շարունակ։ Տիկին Սիրանուշ, ես պետք է ինչ-որ բան անեմ նրա համար։ Նարեի համար։ Ես չեմ կարող պարզապես թույլ տալ, որ նա շարունակի ապրել փողոցներում։ Տնտեսուհին հոգոց հանեց, իմանալով, որ այդ խոսակցությունը վաղ թե ուշ պետք է լիներ։ Պարոն Արման, դուք պետք է զգույշ լինեք։ Նարեն նախագիծ չէ։ Նա սեփական կամք ունեցող երեխա է։ Ես դա գիտեմ, պաշտպանվեց Արմանը, բայց նա քնում է մայթերին, տիկին Սիրանուշ։ Աղբ է հավաքում գոյատելու համար։ Ես ռեսուրսներ ունեմ օգնելու, սխալ կլիներ ոչինչ չանել։ Օգնելը տարբերվում է վերահսկելուց, իր պարզ իմաստությամբ խորեց տնտեսուհին։ Դուք պետք է հասկանաք, որ Նարեի համար ազատությունը ամեն ինչ է։ Նա արդեն շատ բան է կորցրել կյանքում, հավանաբար, նրան արդեն վերահսկել են մարդիկ, որոնք պետք է պաշտպանեին նրան։ Եթե դուք գաք, ցանկանալով ամեն ինչ լուծել փողով, դուք նրան կհեռացնեք։ Բայց Արմանը, որը սովոր էր խնդիրները լուծել չեկերով պայմանագրերով, լիովին չհասկացավ այդ նախազգուշացման խորությունը։ Իր մտքում նա պարզապես գործնական էր։ Նա ունե
Միջոցներ, Նարեն ուներ կարիք։ Հավասարումը պարզ էր թվում։ Մի քանի օր անց Արմանը կայացրեց իր որոշումը։ Երբ Նարեն պատրաստվում էր գնալ, ինչպես ամեն երեկո, նա նրան զրույցի կանչեց։ Լիլիթը զբաղված էր տիկին Սիրանուշի հետ, այնպես որ դա կատարյալ պահն էր։ Նարե, սկսեց նա նստելով հատակին նրա հասակին լինելու համար, ես ուզում էի քեզ հետ մի կարևոր բանի մասին խոսել։ Աղջիկն անմիջապես լարվեց, նրա գոյատման բնազդը տագնապ բարձրացրեց։ Լավ։ Դու շատ կարևոր ես եղել Լիլիթի համար։ Դու նրան օգնել ես այնպես, ինչպես ոչ ոք չի կարողացել։ Արմանը խորը շունչ քաշեց։ Դրա համար ես կցանկանայի պաշտոնականացնել մեր հարաբերությունները։ Ես ուզում եմ քեզ պաշտոնապես աշխատանքի ընդունել որպես Լիլիթի թերապևտիկ ուղեկից։ Նարեն ճակատը գնճռեց, չհասկանալով մեծ բառերը։ Արմանը նկատեց փորձեց պարզեցնել։ Ես ուզում եմ քեզ վճարել Լիլիթի հետ խաղալու համար։ Ամսական աշխատավարձ։ Եվ նա ուզում եմ քեզ համար ապրելու տեղ տրամադրել։ Ոչ թե այստեղ տանը, գիտեմ, որ դու դա չէիր ուզենա, բայց կարող եմ այգու հետում մի փոքրիկ տնակ կար։ Ուցել։ Փոքր, պարզ, բայց քոնը։ Իրական մահճակալով, լոգարանով, այն ամենով, ինչ քեզ պետք է։ Նա ժպտաց, կարծելով, թե առատաձեռն առաջարկ է անում, որը փողոցում ապրող ցանկացած երեխա անմիջապես կընդուներ։ Շարունակեց, ոգորված իր ծրագրով։ Եվ էլի բան կա։ Ես քեզ համար դպրոց կկազմակերպեմ, նոր հագուստ, խաղալիքներ։ Այն ամենը, ինչ քո տարիքի աղջիկը պետք է ունենա։ Դու այլս կարիք չես ունենա թիթեղյա տարաներ հավաքելու կամ փողոցում քնելու։ Դու ապահով կլինես խնամված, դեռ կկարողանաս շարունակել օգնել Լիլիթին։ Հաջորդած լռությունը ծանր էր։ Նարեն նայում էր Արմանին մի արտահայտությամբ, որը նա չէր կարողանում վերծանել։ Դա երախտագիտություն չէր, ինչպես նա սպասում էր։ Ուրախություն չէր։ Դա ինչ-որ ավելի սառը, ավելի հեռու բան էր։ Դուք ուզում եք ինձ գնել, ասաց նա վերջապես, ձայնը ցածր, բայց լի խորը հիասթափությամբ։ Ինչ։ Ոչ։ Արմանը տագնապեց։ Դա այդպես չէ, Նարե։ Ես փորձում եմ քեզ օգնել։ Նարեն դանդաղ գլուխը թափ տվեց, Արմանը տեսավ, թե ինչպես են արցունքները սկսում գոյանալ նրա աչքերում։ Ես սիրում եմ Լիլիթի։ Սիրում եմ նրա հետ խաղալ։ Ես դա անում եմ, որովհետև ուզում եմ, որովհետև նա իմ ընկերուհին է։ Նրա ձայնը դողաց։ Բայց դուք ուզում եք դա աշխատանքի վերածել։ Ուզում եք ինձ վճարել, ինձ իրեր տալ, ինձ վերահսկել։ Դա վերահսկել չէ, փորձեց վիճել Արմանը, բայց Նարեն այլս չէր լսում։ Ես ընտանի կենդանի չեմ, որին կարող եք որդեգրել։ Բառերը դուրս եկան կոշտ, ավելի հասուն, քան պետք է գային այդքան փոքր երեխայից։ Ես խաղալիք չեմ, որը կարող եք գնել, ձեր դստերը երջանիկ դարձնելու համար։ Նարե, խնդրում եմ, փորձիր հասկանալ։ Բայց աղջիկն արդեն վերցնում էր իր թիթեղյա տարաների տոպրակը, այն սեղմելով կրծքին որպես վահան։ Ես կարծում էի, դուք տարբեր եք։ Կարծում էի, դուք ինձ որպես մարդ եք տեսնում, ոչ թե որպես փողով լուծվելիք խնդիր։ Արմանը զգաց, թե ինչպես է գետինը փլվում իր ոտքերի տակ։ Ինչպես էր ամեն ինչ այդքան արագ, այդքան սխալ գնացել։ Նա պարզապես փորձում էր օգնել։ Արդյոք ցանկացած պարկեշտ մարդ դա չէր անի։ Լիլիթը նկատեց անհանգստությունը վազեց նրանց մոտ։ Բռնեց Նարեի ձեռքը, հանելով այն սուր ձայնը, որն այժմ Արմանը ճանաչում էր որպես մնալու խնդրանք։ Բայց Նարեն, դեմքով հոսող արցունքներով, մեղմորեն ազատվեց։ Ներիր, Լիլիթ, շշնջաց նա։ Հայրիկը չի հասկանում։ Նա կարծում է, որ ամեն ինչ լուծվում է փողով գեղեցիկ իրերով։ Բայց որոշ բաներ պարզապես ընկեր լինելու մասին են։ Միասին լինելու, որովհետև ուզում ես, ոչ թե որովհետև քեզ դրա համար վճարում են։ Եվ մինչ Արմանը կկարողանար էլի ինչ-որ բան ասել, մինչ տիկին Սիրանուշը կկարողանար միջամտել, Նարեն վազեց։ Անցավ այգին, անցավ դարպասը, որը գորգը կիսաբաց էր թողել, անհետացավ։ Փողոցում։ Լիլիթը սկսեց գոռալ։ Ոչ թե բառեր, այլ պարզապես տանջված, հուսահատ ձայներ։ Փորձեց վազել Նարեի հետից, բայց Արմանը բռնեց նրան։ Աղջիկը պայքարում էր մի ուժով, որը նա չգիտեր, թե ունի, լացում էր, գոռում, փորձում ազատվել։ Տիկին Սիրանուշը Լիլիթին գրկեց, օրորելով նրան, մինչ աղջիկը հեկեկում էր։
Նա նայեց Արմանին մի արտահայտությամբ, որը խառնուրդ էր հասկացողության հիասթափության։ Ես զգուշացրի, պարոն։ Զգուշացրի, որ նա փողով լուծվելիք խնդիր չէ։ Արմանը ընկավ աթոռի վրա, ձեռքերը դողում էին։ Ես պարզապես ուզում էի օգնել։ Նա ապրում է փողոցներում, տիկին Սիրանուշ։ Ինչպես է դա սխալ։ Իսկական օգնությունը հարգում է մարդու արժանապատվությունը, համբերատար բացատրեց տնտեսուհին։ Դուք առաջարկեցիք ամեն ինչ, բացի դրանից։ Դուք նրան վերաբերվեցիք որպես աշխատողի, որպես մեկի, ով պետք է փրկվի ձեր առատաձեռնությամբ։ Դուք չհարցրեցիք, թե նա ինչ էր ուզում։ Չհարգեցիք այն, ինչ նա առաջարկում էր անվճար, սրտանց։ Բայց ես նրան ավելի լավ կյանք էի տալու։ Ավելի լավ կյանք, ձեր կարծիքով, ուղղեց տիկին Սիրանուշը։ Դուք որոշեցիք, թե ինչն է ավելի լավ։ Տուն, դպրոց, նոր հագուստ։ Բայց չհարցրեցիք, թե արդյոք դա էր Նարեն ուզում։ Չհասկացաք, որ գուցե նրա համար ամենաթանկ բանը ընտրելու ազատությունն էր։ Լիլիթին օգնելու, որովհետև ուզում է, ոչ թե որովհետև նրան վճարում են։ Որպես ընկերուհի դիտվելու, ոչ թե որպես աշխատակից։ Արմանը ձեռքերն անցկացրեց դեմքի վրայով, իր արածի իրականությունը վերջապես թափանցեց նրա գիտակցության մեջ։ Նա թույլ էր տվել այն սխալը, որը գործարար մարդիկ հաճախ են թույլ տալիս, կարծել, որ ամեն ինչ կարելի է լուծել գործարքով։ Գնել, վաճառել, բանակցել։ Բայց Նարեն վաճառքի ենթակա չէր։ Նրա ընկերությունը Լիլիթի հետ գին չուներ։ Եվ փորձելով դրա վրա դրամական արժեք դնել, նա ոչնչացրել էր մի թանկարժեք բան։ Հաջորդող օրերը սարսափելի էին։ Արմանն ամեն օր վերադառնում էր խաչմերուկ, փնտրելով Նարեին։ Բայց նա այլս այնտեղ չէր։ Լիովին անհետացել էր, կարծես երբեք գոյություն չէր ունեցել։ Նա ընդլայնեց որոնումները, շրջելով ողջ տարածաշրջանով, կանգ առնելով յուրաքանչյուր հրապարակում, յուրաքանչյուր կամրջի տակ, հարցնելով անով աններին, թե արդյոք տեսել են սմազերով փոքրիկ աղջկա։ Ոչ ոք ոչինչ չգիտեր։ Կամ իսկապես չգիտեին, կամ պաշտպանում էին նրան, գիտակցելով, որ իր շքեղ մեքենայով այդ հարուստ մարդը վտանգ էր ներկայացնում։ Լիլիթը վերադարձավ լռության։ Կարծես ինչ-որ մեկն անջատել էր անջատիչը։ Ձայները դադարեցին։ Շարժումները նորից դարձան մեխանիկական, անկենդան։ Նա վերադարձավ իր անկյունը հյուրասենյակում, նայելով պատին, կորած իր ներքին աշխարհում։ Բայց այս անգամ այլ էր։ Այս անգամ նրա լռության մեջ նոր բան կար։ Դա պարզապես բացակայություն չէր։ Դա մեղադրանք էր։ Լիլիթը նայում էր Արմանին մի ձով, որը խոցում էր նրա հոգին։ Կարծես նա իմանար մի խորը ինտուիտիվ ձով, որ նա էր պատասխանատու Նարեի հեռանալու համար։ Արմանը չէր ուտում, լավ չէր քնում։ Ընկերությունը սկսեց տուժել նրա ուշադրության պակասից։ Հանդիպումները չեղարկվում էին, կարևոր որոշումները մնում էին կախված։ Նրա գործընկերները սկսեցին հարցեր տալ, անհանգստացած։ Բայց նա չէր կարողանում մտահոգվել։ Նա գտել էր ինչ-որ բան, որն ավելի կարևոր էր, քան շահույթն ու կորպորատիվ աճը։ Նա գտել էր դստերը հետ բերելու միջոց։ Եվ ամբարտավանության ինքնավստահության կարծելով, թե փողն ամեն ինչ լուծում է, պատճառով կորցրել էր այդ հնարավորությունը։ Տիկին Սիրանուշը նրան երբեմն գտնում էր այգում, առավոտյան ժամը 3-ին, նստած նույն տեղում, որտեղ աղջիկները սովորաբար խաղում էին։ Նա այնտեղ մնում էր, նայելով այն քարերին, որոնք Նարեն ու Լիլիթը հավաքել էին, այն չոր տերներին, որոնք նրանք օգտագործում էին վզնոցներ սարքելու համար, մի ընկերության փոքրիկ գանձերին, որը նա ոչնչացրել էր։ Անցավ մի շաբաթ։ Հետո 2։ Լիլիթը տեսանելիորեն թուլանում էր։ Դա պարզապես լռության վերադարձ չէր։ Կարծես նա հանձնվում էր, այն փոքրիկ կրակը, որը Նարեն վառել էր, լիովին մարում էր։ Տիկին Սիրանուշն էր, որ վերջապես առերեսվեց Արմանի հետ։ Պարոն, դուք պետք է գտնեք նրան։ Եվ երբ գտնեք, պետք է իսկապես ներողություն խնդրեք։ Ոչ թե փողի կամ իրերի խոստումներով։ Խոնարհությամբ։ Սխալի ընդունմամբ։ Իսկ եթե նա ինձ չների, Արմանի ձայնը կոտրված էր, խոցելի մի ձով, որը նա երբեք թույլ չէր տալիս, որ որևէ մեկը տեսնի։ Այդ դեպքում դուք ստիպված կլինեք ընդունել։ Բայց դուք պետք է փորձեք։ Լիլիթի համար։ Եվ ձեզ համար։ Որովհետև դուք պետք է սովորեք, որ կյանքում որոշ բաներ չեն կարող գնվել։
Որոշ բաներ տրվում են ազատորեն, փոխհատուցելու միակ ձը հարգանքն ու երախտագիտությունն են, ոչ թե ֆինանսական փոխհատուցումը։ Այդ գիշեր Արմանը որոշում կայացրեց։ Այլս չէր փնտրի Նարեին մեքենայից։ Չէր ուղարկի Գորգին քաղաքը խուզարկելու։ Ինքն էր գնալու։ Ոտքով։ Փողոցներում։ Այն վայրերում, որտեղ նրա նման աղջիկը կթաքնվեր։ Գնալու էր խոնարհաբար, ոչ թե որպես հզոր գործադիր տնօրեն, այլ որպես հուսահատ հայր, որը սարսափելի սխալ էր գործել, պետք է ուղղեր այն։ Որովհետև նա վերջապես հասկացել էր այն դասը, որը Նարեն փորձել էր սովորեցնել, մարդկային արժանապատվությունը գին չունի։ Եվ ամենամեծ նվերը, որը կարող է տալ որևէ մեկը, ոչ թե բարեգործությունն է, այլ ճանաչումը։ Մյուսին տեսնել ոչ թե որպես խղճահարության առարկա, այլ որպես լիարժեք մարդ, սեփական կամքով արժեքով։ Դա մի դաս էր, որը պետք է ակնհայտ լիներ, բայց որը նա, պաշտպանված իր հարստությամբ իշխանությամբ, իսկապես չէր հասկացել։ Մինչ որ 4 տարեկան մի աղջիկ, որն ապրում էր փողոցներում, իր բացակայության միջոցով ցույց տվեց նրան, թե ինչն է իրականում կարոր։ Որոնումները պատրաստվում էին վերսկսվել։ Բայց այս անգամ այլ կերպ էր լինելու։ Այս անգամ Արմանը գնալու էր ոչ թե որպես փրկիչ, այլ որպես աշակերտ։ Ոչ թե փրկելու, այլ ներողություն խնդրելու։ Ոչ թե լուծումներ առաջարկելու, այլ լսելու, թե ինչ կարող է սովորեցնել իր տարիքից անդին իմաստուն մի երեխա սիրո, հարգանքի, ընկերության իսկական բնույթի մասին։ Արմանը տնից դուրս եկավ, երբ առը դեռ նոր էր սկսում ծագել, երանյան երկինքը ներկելով նարնջագույն վարդագույն երանգներով։ Նա հագել էր պարզ հագուստ, ջինսե տաբատ հասարակ շապիկ, ոչինչ, որը կնույնականացներ նրան որպես միլիարդատեր գործարար։ Թանկարժեք ժամացույցը թողել էր տանը, պլատինե քարտերով լի դրամապանակը, այն ամենը, ինչը կարող էր պատնեշ ստեղծել իր այն մարդկանց միջ, որոնց մտադիր էր գտնել։ Տիկին Սիրանուշը նրան դիտում էր դուրս գալիս, աչքերը խոնավ։ Թող Աստված առաջնորդի ձեզ, պարոն, ասաց նա խաչակնքվել։ Ով։ Եվ թող բացի ձեր սիրտը, իսկապես լսելու համար։ Արմանը սկսեց իր որոնումները ամենաակնհայտ վայրերից։ Կամուրջը, այն խաչմերուկի մոտ, որտեղ առաջին անգամ տեսել էին Նարեին։ Մի քանի թաղամաս այն կողմ գտնվող հրապարակը։ Շենքերի ծածկերի տակի մութ անկյունները, որտեղ անօթան մարդիկ սովորաբար ապաստանում էին։ Նա դանդաղ քայլում էր, դիտում, ուշադրություն դարձնում մանրամասներին, որոնք նախկինում միշտ անտեսել էր։ Դա մի ամբողջ աշխարհ էր, որը գոյություն ուներ իրեն զուգահեռ, անտեսանելի նրանց աչքին, ովքեր անցնում էին փակ ապակիներով մեքենաներով։ Ամբողջ ընտանիքներ, որոնք ապրում էին ինքնաշեն ծածկերի տակ։ Երեխաներ, որոնք խաղում էին կեղտոտ մայթերին վերամշակված աղբից պատրաստված խաղալիքներով։ Մեծահասակներ, հոգնած, պարտված հայացքներով, բայց դեռ փորձում էին պահպանել որոշակի արժանապատվություն, իրենց սակավաթիվ իրերը խնամքով դասավորելով։ Արմանը խոսեց տասնյակ մարդկանց հետ։ Ոմանք անտեսեցին նրան կասկածամտորեն։ Մյուսները համբերատար լսեցին, երբ նա նկարագրում էր Նարեին սմազերով խորը աչքերով փոքրիկ աղջկա, որը թիթեղյա տարաներ էր հավաքում։ Բայց ոչ ոք չխոստովանեց, որ ճանաչում է նրան։ Նրանց միջ լուր օրենք կար, փոխադարձ պաշտպանություն օտարներից, որոնք հարցեր էին տալիս։ Միայն երրորդ օրն էր, երբ Արմանն արդեն սկսում էր հույսը կորցնել, որ առաջընթաց ունեցավ։ Մի տարեցկին, որը տարիներ շարունակ ապրում էր կամրջի տակ իր իրերի պարկերով, վերջապես խոսեց։ Գիտեմ, թե ում ես փնտրում, ասաց նա, ձայնը խռպոտ, այդքան երկար աղտոտ օդ շնչելուց։ Փոքրիկ Նարեին։ Հատուկ աղջիկ է նա։ Իր տարիքի համար չափազանց ուժեղ։ Տիկին, գիտեք, թե որտեղ է նա, Արմանի ձայնը դուրս եկավ անհանգիստ, գրեթե հուսահատ։ Կինը երկար ուսումնասիրեց նրան։ Ինչու ես ուզում գտնել նրան։ Չես փորձի նրան այստեղից տանել, ապաստարան դնելու, չէ՞։ Որովհետև դա արդեն փորձել են առաջ ու չի ստացվել։ Աղջիկն իր պատճառներն ունի փողոցները նախընտրելու համար։ Ոչ, հավաստիացրեց Արմանը։ Պարզապես ուզում եմ ներողություն խնդրել։ Ես նրան անկախ վիրավորել եմ, պետք է ներողություն խնդրեմ։ Ինչ որ բան նրա ձայնի տոնի մեջ, նրա բառերի անկեղծության մեջ, համոզեց կնոջը։ Ամատնացույց արեց երկու արտրային շենքերի միջ գտնվող մի նեղ նրբանցք։ Այնտեղ մի նրբանցք կա։ Հետում մի տարածք կա, որը միայն ծանոթներն են գիտեն։ Նարեն երբեմն այնտեղ է լինում։ Բայց դանդաղ գնա։
Նա հիմա հեշտ է վախենում այն բանից հետո, երբ դու նրա հետ գործ ունեցար։ Բառերը ծանրության պես ընկան Արմանի կրծքին։ Այն բանից հետո, երբ դու նրա հետ գործ ունեցար։ Նա ցավ էր պատճառել մի երեխայի, որն արդեն չափազանց շատ էր տառապել։ Շնորհակալություն հայտնեց կնոջը, շարժվեց նշված ուղղությամբ։ Նրբանցքը հենց այնպիսին էր, ինչպիսին նա նկարագրել էր։ Նեղ, վատ լուսավորված, անկյուններում կուտակված աղբով։ Արմանը ստիպված էր սեղմվել խոնավ պատերի միջով, մինչ հասավ հետի մասը, որտեղ մի փոքր բաց տարածք կար, թաքնված ստվարաթղթե տուփերով, որոնք ռազմավարականորեն դասավորված էին։ Եվ նա այնտեղ էր։ Նարեն կծկվել էր մի անկյունում, գրկած իր թիթեղյա տարաների տոպրակը, աչքերը լայն բացված զարմանքից, վախից, տեսնելով նրան։ Նրա առաջին բնազդը ոտքի կանգնելն ու փախչելն էր, բայց Արմանը ձեռքերը բարձրացրեց խաղաղության նշանով։ Նարե։ Խնդրում եմ, ասաց նա, մի փախիր։ Ես պարզապես եկել եմ խոսելու։ Խոստանում եմ, որ չեմ փորձի քեզ տանել կամ նման բան։ Պարզապես պետք է քեզ հետ խոսեմ։ Աղջիկը լարված մնաց, պատրաստ փախչելու ամենափոքր կտրուկ շարժումից։ Ինչ եք ուզում։ Արմանս մեկ քայլ արեց, հետո մեկ այլ, դանդաղ շարժվելով։ Երբ բավականաչափ մոտեցավ, արեց մի բան, որ երբեք չէր պատկերացնի, թե կանի։ Ծնկի իջավ նրբանցքի կեղտոտ գետնին, իջնելով Նարեի հասակին, դառնալով ավելի փոքր, խոցելի։ Եկել եմ ներողություն խնդրելու, ասաց նա, երկար ժամանակվա մեջ առաջին անգամ թույլ տվեց, որ իր զգացմունքները լիովին դրսևորվեն։ Արցունքները սկսեցին հոսել նրա դեմքով։ Ես սխալվեցի, Նարե։ Շատ սխալվեցի։ Դու ճիշտ էիր։ Ես փորձեցի քեզ գնել։ Փորձեցի քո ընկերությունը Լիլիթի հետ վերածել արտրային գործարքի, կարծես կյանքում ամեն ինչ կարելի է լուծել փողով։ Նարեն լուր դիտում էր նրան, արտահայտությունը դեռ զգուշավոր, բայց այնտեղ այլ բան կար։ Հետաքրքրասիրություն, գուցե։ Կամ պարզապես զարմանք, տեսնելով մեծահասակ տղամարդու, որը լաց է լինում իր առջ։ Ես, ամբ։ Ողջ կյանքս այսպես եմ խնդիրներ լուծել, շարունակեց Արմանը, ձայնը կոտրվելով։ Ինչ-որ մեկին ինչ-որ բան պետք է, ես վճարում եմ։ Ինչ-որ մեկը խնդիր ունի, ես մեկին եմ վարձում լուծելու համար։ Կարծում էի, աշխարհն այդպես է աշխատում։ Բայց դու ինձ սովորեցրիր, որ կան բաներ, որոնք գին չունեն։ Բաներ, որոնք տրվում են ազատորեն կամ ընդհանրապես չեն տրվում։ Նա խորը շունչ քաշեց, արցունքները սրբելով ձեռքի թիկունքով։ Դու իմ դստերը տեսար որպես մարդ։ Ոչ թե որպես նախագիծ, ոչ թե որպես խնդիր, ոչ թե որպես հնարավորություն։ Պարզապես որպես Լիլիթ։ Մի աղջիկ, որին ընկերուհի էր պետք։ Եվ դու նրա ընկերուհին եղար ոչ թե որովհետև դրանից ինչ-որ բան էիր շահելու, այլ որովհետև ուզում էիր։ Որովհետև քո սիրտն այնքան մեծ է, որ չի տեղավորվում այս փոքրիկ մարմնում։ Առաջին արցունքը հոսեց Նարեի դեմքով։ Ոչինչ չասաց, պարզապես շարունակում էր լսել։ Երբ ես փող, տուն, այդ բոլոր բաներն առաջարկեցի, ես քեզ չէի տեսնում, Նարե։ Ես տեսնում էի մի խնդիր, որը պետք է լուծեի, իմ դստերը երջանիկ պահելու համար։ Եվ դրանով ես քեզանից խլեցի միակ բանը, որն իրականում կարևոր էր, քո արժանապատվությունը, քո ընտրությունը, քո արժեքը որպես մարդ, ոչ թե որպես լուծում։ Արմանը ձեռքը մեկնեց, բայց ոչ թե Նարեին դիպչելու, այլ պարզապես այնտեղ թողնելով, բաց, առաջարկված։ Ես չեմ եկել խնդրելու, որ վերադառնաս։ Չեմ եկել ոչինչ առաջարկելու։ Պարզապես եկել եմ ասելու, որ ցավում եմ։ Շատ եմ ցավում։ Եվ ասելու, որ դու բացարձակապես ճիշտ էիր, հեռանալով։ Ես արժանի չէի քո ներկայությանը։ Արժանի չէի այն պարքին, որը դու տալիս էիր Լիլիթին։ Հաջորդած լռությունը երկար էր, իմաստով լի։ Նարեն նայում էր այդ հզոր տղամարդուն, որը ծնկի էր իջել կեղտոտ գետնին, խոնարհ, կոտրված, անկեղծ։ Նա կարող էր տեսնել, որ նա իսկապես հասկանում է, որ նրա ներսում ինչ-որ բան փոխվել է։ Լիլիթը լավ է, հարցրեց նա վերջապես, ձայնը փոքրիկ։ Արմանը գլուխը թափ տվեց։ Ոչ։ Նա վերադարձել է լռության։ Նույնիսկ ավելի վատ, քան առաջ։ Որովհետև հիմա նա գիտի, թե ինչ է կորցրել։ Գիտի, թե ինչ է ընկերուհի ունենալը, ինչ է ուրախություն զգալը, դա նրանից խլվեց իմ մեղքով։ Նոր արցունքներ հոսեցին Նարեի դեմքով։
Ես կար։ Ոտում եմ նրան, խոստովանեց նա։ Ես չէի ուզում հեռանալ։ Բայց պետք է։ Պետք է ցույց տայի, որ ես վաճառքի ենթակա չեմ, որ իմ ընկերությունը չի կարող գնվել։ Գիտեմ, ասաց Արմանը։ Եվ դու ճիշտ արեցիր։ Դու մի դաս տվեցիր, որը ես պետք է սովորեի շատ վաղուց։ Նարեն շուրթը գծեց, ներքին պայքարն ակնհայտ էր նրա աչքերում։ Վերջապես հարցրեց. Եթե ես վերադառնամ, խոստանում եք, որ այլս չեք փորձի ինձ վերահսկել։ Չեք ուզենա ինձ փող տալ, ինձ ստիպել ապրել մի տեղում, որը ես չեմ ընտրել, ինձ աշխատողի վերածել։ Խոստանում եմ, վճռականորեն ասաց Արմանը։ Դու կգաս, երբ ուզես, կգնաս, երբ ուզես։ Կխաղաս Լիլիթի հետ, որովհետև ուզում ես, ոչ թե որովհետև պետք է։ Եվ կշարունակես լինել քո սեփական կյանքի տերը։ Ես այլս ոչինչ չեմ փորձի ղեկավարել։ Բայց Նարեն դեռ երկմտում էր։ Պայման կար, Արմանը կարող էր տեսնել մի բան, որը նա պետք է արտահայտեր, բայց վախենում էր խնդրել։ Տիկին Սիրանուշը միշտ ասում է, որ մենք պետք է խնդրենք այն, ինչ ուզում ենք, մեղմորեն քաջալերեց Արմանը։ Ինչ է քեզ պետք, Նարե։ Կարող ես ասել։ Խոստանում եմ, որ այս անգամ իսկապես կլսեմ։ Աղջիկը խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Ես կուզեի մի տեղ ունենալ։ Ոչ թե մեծ տան ներսում, ոչ թե իրերով լի սենյակում, այլ իմ սեփական տեղը։ Փոքր, պարզ, որտեղ կարող եմ մնալ, երբ ուզեմ, բայց նա կարող եմ դուրս գալ, երբ պետք լինի։ Մի տեղ, որն իսկապես իմը լինի, ոչ թե պարտքով վերցրած, ոչ թե որպես լավություն տրված։ Արմանն անմիջապես հասկացավ։ Նարեին արմատներ էին պետք, բայց արմատներ, որոնք նա ինքը կընտրեր տնկել։ Նա չէր ուզում փրկվել, բայց ուզում էր ընտրություն ունենալ։ Ուզում էր պատկանել, առանց տիրապետվելու։ Իսկ ինչ կասես այգում մի փոքրիկ տնակի մասին, զգուշորեն առաջարկեց նա։ Փոքր, պարզ, ինչպես դու ես ուզում։ Բայց բանալիով դռնով։ Մի բանալի, որը միայն դու կունենաս։ Դու կորոշես, երբ մտնել, երբ դուրս գալ, ով կարող է այցելել։ Դա քո տարածքն է։ Քո տիրույթը։ Նարեի աչքերը լայն բացվեցին։ Բանալիով։ Միայն իմը։ Միայն քոնը, հաստատեց Արմանը։ Ես ու տիկին Սիրանուշը կարող ենք օգնել կառուցել, բայց դու կորոշես, ինչպես ես ուզում։ Գույները, կահույքը, ամեն ինչ։ Եվ եթե ուզենաս մի գիշեր մնալ, կարող ես։ Եթե ուզենաս մի շաբաթ փողոցներում անցկացնել, նույնպես կարող ես։ Քո կյանքը շարունակում է քոնը լինել։ Առաջին անգամ, երբ Արմանը մտել էր նրբանցք, Նարեն ժպտաց։ Ոչ շատ, պարզապես շուրթերի փոքրիկ կորություն, բայց դա այնտեղ էր։ Լավ, ասաց նա։ Ես համաձայն եմ։ Բայց մի պայմանով։ Ցանկացած, խոստացավ Արմանը։ Տնակը պետք է տեղ ունենա իմ թիթեղյա տարաները պահելու համար։ Որովհետև երբեմն ես դեռ կուզենամ հավաքել։ Ոչ թե որովհետև պետք է, այլ որովհետև դա այն է, ինչ ես գիտեմ անել։ Դա իմ մի մասն է։ Արմանը զգաց, թե ինչպես է սիրտը լցվում հիացմունքով այդ արտասովոր երեխայի նկատմամբ։ Կունենա, հավաստիացրեց նա։ Ամենամեծ տարածքը, որ կուզենաս։ Նարեն վերջապես ոտքի կանգնեց, վերցնելով իր թանկարժեք տոպրակը։ Իսկ Լիլիթը։ Նա դեռ կուզենա։ Իմ ընկերուհին լինել, երբ ես գնացի։ Նա երբեք չի դադարել ուզենալ, հավաստիացրեց Արմանը։ Նա սպասում է քեզ։ Ամեն օր նայում է այգուն, սպասելով, որ դու հայտնվես։ Դեպի մեքենա վերադարձի ճանապարհն այլ էր։ Նարեն քայլում էր Արման։ Ի կողքին, ոչ թե հետից, ոչ թե նրա ձեռքը բռնած, այլ որպես հավասար։ Որպես մեկը, ով հաստատել էր իր պայմանները հարգվել դրա համար։ Փողոցում մարդիկ հետաքրքրությամբ դիտում էին, Արմանը կարող էր երդվել, որ ոմանք ժպտում էին, գիտակցելով, որ այնտեղ կարևոր բան էր տեղի ունեցել։ Երբ հասան առանձնատուն, Լիլիթը նստած էր հյուրասենյակի պատուհանի մոտ, ինչպես ամեն օր, նայելով դուրս։ Երբ տեսավ Նարեին, որը իջնում էր մեքենայից, նրա ամբողջ դեմքը փոխվեց։ Նա գոռաց մի սուր կոտրատված ձայնով, վազեց տնով մի արագությամբ, որը վախեցրեց տիկին Սիրանուշին։ Տնտեսուհին հազիվ հասցրեց բացել դուռը, երբ Լիլիթն անցավ, վազելով այգով դեպի Նարեն։
Երկու աղջիկները հանդիպեցին սիզամարգի մեջտեղում, գրկախառնվելով մի ուժով, որն անհամաչափ էր թվում այդքան փոքր մարմինների համար։ Եվ հետո Լիլիթը սկսեց ձայներ հանել։ Շատ ձայներ։ Բառերի փորձերի, ձայնավորված զգացմունքների, այն ամենի կակաֆոնիա, որը մնացել էր նրա ներսում բաժանման շաբաթների ընթացքում։ Նարեն գրկում էր Լիլիթին, ազատ լաց լինելով, շշնջալով. Ես վերադարձա։ Ոստանում եմ, որ այլս չեմ գնա։ Արմանն ու տիկին Սիրանուշը դիտում էին պատշգամբից, երկուսն էլ դեմքերով հոսող արցունքներով։ Այդ պահին էր, որ Արմանը բացարձակ վստահությամբ իմացավ, որ ճիշտ որոշում է կայացրել։ Ոչ թե փող առաջարկելով, ոչ թե լուծում գնելու փորձով, այլ խոնարհվելով, իսկապես ներողություն խնդրելով, հարգելով մի երեխայի արժանապատվությունը, որին աշխարհը մոռացել էր։ Հաջորդող օրերը փոխակերպման օրեր էին։ Արմանը վարձեց թաղամասի մի հյուսնի, ոչ թե ինչ-որ թանկարժեք ընկերության, այլ մի պարզ մարդու, որին խորհուրդ էր տվել տիկին Սիրանուշը։ Նարեի հետ միասին նրանք նախագծեցին տնակը։ Այն իսկապես փոքր էր լինելու, սենյակից մի փոքր ավելի մեծ քնելու տեղով, փոքրիկ սեղանով, իր փողոցային գանձերի համար դարակներով, այո, իր թիթեղյա տարաների տոպրակը պահելու համար հատուկ անկյունով։ Նարեն ընտրեց գույները։ Պատերը դեղին, ինչպես արը, դուռը կապույտ, ինչպես երկինքը մաքուր օրերին, որոնք հազվադեպ էին երանում, բայց որոնք նա սիրում էր։ Արմանը ոչ մի ընտրություն չվիճարկեց, ոչինչ ավելի թանկ կամ բարդ չառաջարկեց։ Պարզ։ Ապես կատարեց հենց այն, ինչ նա խնդրել էր։ Շինարարությունը դեց 2 շաբաթ։ Այդ ընթացքում Նարեն ամեն օր այցելում էր, օգնում ինչով կարող էր, դիտում, թե ինչպես է իր տարածքը ձևավորվում։ Լիլիթը չէր բաժանվում նրանից, աստիճանաբար, հրաշքով, սկսեց տպավորիչ առաջընթաց գրանցել։ Ձայները դարձան վանկեր։ Վանկերը դարձան բառեր։ Եվ մի օր, երբ խաղում էին այգում, տեղի ունեցավ անհնարինը։ Լիլիթը նայեց Նարեին, ասաց, հստակ պարզ. Նարե։ Բոլորը կանգ առան։ Տիկին Սիրանուշը գցեց սկուտեղը, որը բերում էր, առաջացնելով ամանեղենի կոտրվելու ձայն, որը ոչ ոք չնկատեց։ Արմանը, որը աշխատում էր իր նոութբուքով պատշգամբում, այնքան արագ ոտքի կանգնեց, որ գցեց աթոռը։ Նարեն լիովին անշարժ մնաց, աչքերը լայն բացված։ Դու խոսեցիր, գոռաց Նարեն, բռնելով Լիլիթի ձեռքերը։ Դու իմ անունն ասացիր։ Լիլիթը ժպտաց։ Լիարժեք, անկեղծ ժպիտ, որը լուսավորեց նրա ամբողջ դեմքը։ Եվ հետո նորից ասաց. Նարե։ Եվ հետո, նայելով այնտեղ, որտեղ Արմանն էր, ավելացրեց մի բառ, որը նա չէր լսել ավելի քան 2 տարի։ Հայրիկ։ Արմանը վազեց այգով, ծնկի ջավ խոտերի վրա գրկեց դստերը։ Լացեց այնպես, ինչպես չէր լացել այն օրվանից, երբ Անահիտը հեռացել էր, բայց սրանք այլ արցունքներ էին։ Դրանք բուժման նոր սկզբի, խորը երախտագիտության արցունքներ էին մի հրաշքի համար, որին նա արժանի չէր, բայց այնուամենայնիվ ստացել էր։ Տնակը պատրաստ եղավ Նարեի ծննդյան օրը։ Ոչ ոք չգիտեր ճշգրիտ ամսաթիվը, բայց նա պատահաբար նշել էր, որ կարծում էր, թե տարեդարձը հոկտեմբերին է։ Այնպես որ Արմանն ու տիկին Սիրանուշը պաշտոնապես հայտարարեցին, որ նրա ծննդյան օրը կլինի այն օրը, երբ տնակը պատրաստ լինի։ Նրանք փոքրիկ խնջույք կազմակերպեցին, միայն իրենք 4-ով, տնտեսուհու պատրաստած տնական տորթով, պարզ նվերներով, որոնք Նարեն իսկապես ուզում էր, գունավոր մատիտներ, նկարչության թուղթ տակ գիշերների համար փափուկ վերմակ։ Երբ բանալին տվեցին նրան, Նարեն այն բռնեց, կարծես աշխարհի ամենամեծ գանձը լիներ։ Իմն է, հարցրեց նա, դեռ լիովին չհավատալով։ Միայն իմը։ Միայն քոնը, հաստատեց Արմանը։ Ընդմիշտ։ Ոչ ոք չի կարող քեզանից խլել։ Այդ գիշեր Նարեն առաջին անգամ քնեց իր տնակում։ Դուռը չփակեց, այն կիսաբաց թողնելով, բայց փակելու հնարավորություն ունենալու պարզ փաստն արդեն ամեն ինչ փոխում էր։ Նա այժմ ընտրություն ուներ։ Նա վերահսկում էր իր սեփական տարածքը, իր սեփական կյանքը։ Լիլիթը նույնպես փոխվեց։ Նարեի այգում ապրելու շնորհիվ, մշտապես հասանելի, բայց իր սեփական սահմանները հարգելով, նա ծաղկեց այնպես, ինչպես ոչ մի բժիշկ չէր կանխատեսել։ Բառերն ավելի արագ եկան։ Սկզբում պարզ գոյականներ՝ մամա, տուն, ծաղիկ, երկինք։ Հետո բայեր՝ ուզում եմ, գնում եմ, սիրում եմ։ Եվ վերջապես, նախադասություններ՝ Նարե, արի խաղանք։
Հայրիկ, նայիր։ Տիկին Սիրանուշ, սոված եմ։ Յուրաքանչյուր նոր բառ տոն էր։ Յուրաքանչյուր նախադասություն հաղթանակ։ Թերապտները, որոնք հետում էին Լիլիթին, տպավորված էին առաջընթացով, լիովին չհասկանալով, թե ինչն էր պատճառը նման փոփոխության։ Արմանը փորձում էր բացատրել Նարեի երկու աղջիկների միջ հատուկ կապի մասին, բայց բառերը միշտ անբավարար էին թվում, տեղի ունեցողի կախարդանքը փոխանցելու համար։ Նարեն նույնպես փոխվեց։ Քաշ հավաքեց, նրա դեմքը կորցրեց այն հիվանդագին նիհարությունը։ Նրա մազերն առողջ ու փայլուն աճեցին, ճիշտ սննդի տիկին Սիրանուշի խնամքի շնորհիվ։ Բայց ֆիզիկական փոփոխություններից ավելի կարևոր էին հուզականները։ Նրա աչքերը վերակտան մանկական փայլ, մի թեթություն, որը տրավման խլել էր։ Նա դեռ երբեմն թիթեղյա տարաներ էր հավաքում։ Ոչ թե որովհետև պետք էր, այլ որովհետև դա իր կապը պահպանելու ձն էր նրա հետ, ով ինքն էր, որտեղից գալիս էր։ Արմանը սովորեց հարգել դա, հասկանալ, որ ինքնությունը մի բան չէ, որը պարզապես դեն ես նետում, որովհետև հանգամանքները փոխվում են։ Ամիսներն անցան, վերածվելով մի առօրյայի, որը նախկինում անհնարին էր թվում, բայց հիմա ամենաբնական բանն էր աշխարհում։ Նարեն արթնանում էր իր տնակում, նախաճաշում խոհանոցում ընտանիքի հետ, խաղում Լիլիթի հետ, օգնում տիկին Սիրանուշին փոքր գործերով, որոնք ինքն էր ընտրում անել, երբեմն դուրս էր գալիս փողոցում իր ընկերներին այցելելու, միշտ վերադառնալով մինչ մութն ընկնելը։ Լիլիթը սկսեց հաճախել հատուկ դպրոց, թերապտների ուղեկցությամբ, բայց ամենամեծ առաջընթացը միշտ տանն էր լինում Նարեի հետ։ Նրանք երկուսով ստեղծել էին իրենց սեփական լեզուն, խառնելով բառերը ժեստերի ձայների հետ, որոնք միայն իրենք էին լիովին հասկանում։ Նրանք հոգու ընկերներ էին, հասկանում էր Արմանը, մի ամբողջության երկու մասեր, որոնք գտել էին միմյանց, հակառակ բոլոր հավանականությունների։ Մի երեկո, գրեթե 1 տարի անց այն առաջին հանդիպումից խաչմերուկում, Արմանը այգում դիտում էր, թե ինչպես են աղջիկները խաղում։ Լիլիթը ծիծաղում էր, մի բյուրեղյա ձայն, որը նա կարծում էր, թե այլս երբեք չի լսի։ Նարեն նրան հետապնդում էր ծառերի միջով, երկուսն էլ հողով ու տերներով ծածկված, լիովին երջանիկ իրենց պարզության մեջ։ Տիկին Սիրանուշը նստեց նրա կողքին, սուրճ բերելով, ինչպես միշտ։ Դուք փրկեցիք նրան, մեկնաբանեց տնտեսուհին, գլխով ցույց տալով Նարեին։ Արմանը գլուխը թափ տվեց։ Ոչ, տիկին Սիրանուշ։ Նա փրկեց ինձ։ Փրկեց Լիլիթին։ Եվ ինձ սովորեցրեց մի բան, որը ես պետք է սովորեի շատ վաղուց։ Եվ ինչ էր դա, պարոն։ Որ մարդկանց պետք չէ փրկել, նրանց պետք է տեսնել։ Որ արժանապատվությունը չեն տալիս, այն ճանաչում են։ Որ իսկական սերը, իսկական ընկերությունը չի կարող գնվել կամ վաճառվել, այն կարող է միայն ազատորեն առաջարկվել երախտագիտությամբ ընդունվել։ Տնտեսուհին ժպտաց, նրա կնճիռները խորացան աչքերի շուրջ։ Դուք լավ սովորեցիք դասը։ Նարեն իմաստուն ուսուցիչ է, այդ աղջիկը։ Արմանը համաձայնեց, դիտելով, թե ինչպես է Նարեն Լիլիթին սովորեցնում երիցուկներից թնոց սարքել։ Այո։ Ամենաիմաստունը, որին երբե հանդիպել եմ։ Այդ գիշեր, երբ գնաց Լիլիթին բարի գիշեր մաղթելու, դուստրը նրան զարմացրեց։ Նա պառկած էր իր մահճակալին, գրկած թավշե արջուկը, որին տարիներ շարունակ չէր դիպել։ Հայրիկ, ասաց նա, ձայնը դեռ մի փոքր անկայուն, բայց հստակ, դու սիրում ես Նարեին։ Շատ եմ սիրում, անկեղծորեն պատասխանեց Արմանը։ Նա շատ հատուկ է։ Ես էլ եմ նրան սիրում։ Լիլիթը դադար տվեց, մտածելով բարդ մտքերի մասին իր դեռ աշխարհի հետ վերամիավորվող մտքում։ Մայրիկն էլ նրան կսիրեր, չէ՞։ Արմանը զգաց, թե ինչպես են արցունքներն այրում, բայց չզսպեց դրանք։ Այո, քաղցրիկս։ Մայրդ կպաշտեր Նարեին։ Եվ շատ կհպարտանար քեզանով, թե ինչքան ուժեղ ես, ինչպես ես խոսում, ինչպես եսն։ Արեի ընկերուհին։ Լիլիթը ժպտաց, փակելով աչքերը։ Նարեն իմ լավագույն ընկերուհին է։ Իսկ դու, լավագույն հայրիկը։ Այդ պարզ բառերը, ասված երեխայի բացարձակ անկեղծությամբ, միաժամանակ կոտրեցին վերակառուցեցին Արմանին։ Նա այնքան երկար ժամանակ իրեն հոր դերում ձախողված էր զգում, մեղադրում իրեն դստերը չհասնելու համար, ցավին դիմակայելու փոխարեն աշխատանքի մեջ թաքնվելու համար։ Բայց ահա ապացույցը, որ դեռ ուշ չէր։ Որ նա սովորել էր, փոխվել, աճել։ Հաջորդող ամիսներին Արմանը փոփոխություններ կատարեց իր կյանքում։
Կրճատեց իր աշխատանքային ժամերը ընկերությունում, ավելի շատ պարտականություններ պատվիրակեց, առաջնահերթություն տվեց ներկա լինելուն։ Ոչ թե որովհետև զգում էր, որ պարտավոր է, այլ որովհետև իսկապես ուզում էր։ Բացահայտեց, որ իր դուստրերի երկուսի էլ, քանի որ հիմա այդպես էր մտածում Նարեի Լիլիթի մասին, աճին ու զարգացմանը հետելն անհամեմատ ավելի գոհացուցիչ էր, քան ցանկացած միլիոնավոր դոլարների գործարք կնքելը։ Նարեն երբեք Արմանին հայրիկս չանվանեց, նա երբեք չսպասեց, որ անվանի։ Բայց նրանք զարգացրին իրենց սեփական տեսակի հարաբերությունները։ Նա դիմում էր նրան, երբ խորհրդի կարիք ուներ, վստահում էր նրան իր մտահոգությունները, ընդունում նրա հայրական ջերմությունը, առանց պիտակավորելու կարիքի։ Դա բավարար էր։ Դա կատարյալ էր այնպես, ինչպես կար։ Նրանց պատմությունը սովորական հեքիաթային ավարտ չուներ։ Նարեն պաշտոնապես չորդեգրվեց։ Նա պահպանեց իր անկախությունը, իր տնակը այգում գալու գնալու ազատությունը։ Լիլիթը շարունակեց թերապիան, դեռ դժվար օրեր ուներ, պահեր, երբ ժամանակավորապես վերադառնում էր լռության։ Կյանքը կատարյալ չէր, բայց այն իրական էր։ Ազնիվ էր։ Կառուցված էր փոխադարձ հարգանքի, իսկական սիրո պահպանված արժանապատվության վրա։ Եվ վերջում Արմանը սովորեց, որ դրանք միակ հիմքերն էին, որոնց վրա կարելի էր կառուցել արժեքավոր որևէ բան։ Տարիներ անց, երբ Լիլիթն արդեն դեռահաս էր, իսկ Նարեն ուժեղ վճռական երիտասարդ կին, որը սովորում էր դառնալ տրավմայի ենթարկված երեխաների գծով մասնագիտացած մանկական թերապևտ, Արմանը երբեմն կանգ էր առնում, մտորելու այն օրվա մասին խաչմերուկում։ Այն օրվա, երբ ամեն ինչ փոխվել էր։ Նա մտածում էր, թե ինչպես էր մի լուսացույց, մի պատահական պահ, իր ճանապարհին դրել հենց այն մարդուն, որի կարիքն ուներ իր ընտանիքը։ Ոչ այն ձով, ինչպես ինքն էր սպասում, ոչ այն հավատարմագրերով, որոնք ինքը կարող էր համարում, այլ անհամեմատ ավելի արժեքավոր մի բանով, մի սրտով, որը կարող էր տեսնել ցավը մեկ այլ մարդու մեջ, պատասխանել անկեղծ կարեկցանքով։ Եվ մտածում էր, թե ինչպես քիչ մնաց կորցնել ամեն ինչ ամբարտավանության պատճառով, կարծելով, թե փողը խնդիրներ է լուծում, որ նյութական ռեսուրսները պատասխանն են հուզական վերքերին։ Նարեն նրան սովորեցրել էր, որ ոչ։ Որ երբեմն ամենամեծ հարստությունը, որը կարող է առաջարկել որևէ մեկը, պարզ ներկայությունն է։ Ընկերությունն առանց օրակարգի։ Սերն առանց պայմանների։ Այգուց ծիծաղի ձայներ էին գալիս։ Լիլիթն ու Նարեն դեռ անբաժան, չնայած տարիներին, դեռ ուրախություն գտնելով պարզ բաների մեջ։ Գեղեցիկ քարեր, ծաղիկներից թնոցներ, տեղում հորինված երգեր։ Արմանը ժպտում էր, սիրտը լի երախտագիտությամբ։ Նա սկսել էր այդ ճանապարհորդությունը որպես հարուստ, բայց ամենակարորդը եղում աղքատացած մարդ։ Նա ավարտել էր մի բանով, որը ոչ մի կարողություն չէր կարող գնել, իսկական ընտանիքով, կառուցված ոչ թե արյան կամ իրավական փաստաթղթերի, այլ փոխադարձ ընտրության, հարգանքի անկեղծ սիրո վրա։ Եվ այս ամենի կենտրոնում մի փոքրիկ աղջիկ էր, որին աշխարհը որոշել էր անտեսել, բայց որը պարզվեց, որ ամենամեծ ուսուցիչն էր, որին Արմանը երբեք ունենար։ Նարեն, թիթեղյա տարաներ հավաքողը, Երանի փողոցների անտեսանելի երեխան, որն առանց իմանալու փրկել էր ոչ թե մեկ, այլ երկու ամբողջ ընտանիք հուզական մոռացությունից։ Նրա պատմությունը պարզ էր, բայց խորը։ Այն տեսնելու տեսանելի լինելու մասին էր։ Հարգելու հարգված լինելու մասին։ Սիրելու սիրված լինելու, ոչ թե նրա համար, ինչ ունես, այլ նրա համար, ով դու ես։ Եվ բացահայտելու, որ երբեմն ամենամեծ հրաշքները գալիս են ամենաանհավանական աղբյուրներից, եթե միայն մենք բավականաչափ խոնարհություն ունենանք դրանք ճանաչելու, բավականաչափ իմաստություն, դրանք չվերահսկելու համար։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Արմանի, Լիլիթի, Նարեի պատմությունը հուզեց ձեր սրտեր։ Եթե դուք հուզվեցիք սիրո արժանապատվության փոխակերպման այս ճանապարհորդությունից, ցեղմեք հավանելու կոճակը, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանություններում պատմեք, թե ինչն է ձեզ ամենաշատը տպավորել։ Արդյոք Նարեի խիզախությունն էր իր արժանապատվությունը պաշտպանելու հարցում։ Արդյոք Արմանի փոխակերպումն էր, երբ նա սովորեց, որ որոշ բաներ գին չունեն։ Արդյոք երկու վիրավոր աղջիկների միջ հատուկ ընկերությունն էր, որոնք միասին բուժվեցին։ Մենք ուզում ենք իմանալ ձեր կարծիքը։ Ամեն օր մենք ներկայացնում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը կողմերը, հիշեցնում մեզ, թե ինչն է իրականում կարևոր կյանքում։ Սպասում ենք ձեզ հաջորդ թողարկմանը, մեկ պատմությամբ, որը կխառնի ձեր զգացմունքները, կստիպի ձեզ մտածել ընտանիքի, սիրո, հարգանքի իսկական իմաստի մասին։ Մինչ շուտով։